Բարև ձեզ, պարոն Բադալյան, ուրախ ենք կրկին մեր տաղավարում ձեզ հյուրընկալելու համար։ Պարոն Բադալյան, երեկ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը եւ Մայր Հայաստան դաշինքի անդամ փորձագետ Սոնա Աղեկյանը շրջայցով Էրեբունի արգելոց թանգարանում էին, պատմահնագիտական, նաեւ Էրեբունի ամրոցում էին։ Եղան նաև Կարմիր Բլուրում, եղան նաև Շենգավիթ հնավայրում, այդ շրջայցը ուղիղ եթերով լուսաբանվեց մեր նկարահանող խմբի կողմից։ Ավելի ուշ դուք թեմային անդրադառնալով գրառում արեցիք, պահանջ խնդրանքով դիմելով մեր խմբագրությանը ձեզ եթերի հնարավորություն տալու համար, ինչին իհարկե սիրով ընդառաջեց մեր խմբագրությունը իդեմս մեր գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի եւ մինչ ձեզ լսելը նաեւ մեր հետևողների համար հիշեցնեմ, որ իդեպ երեք հանդիպման ժամանակ Էրեբունի արգելոց թանգարանի տնօրենի ժամանակա, որ պաշտոնակատար Անահիտ Թելունցի հետ զրուցելիս այսպիսի մի դիտարկում արեցի, որ նախկին տնօրենի Միքայել Բադալյանի պաշտոնավարման ժամանակ թանգարանը գրեթե բոլոր ուղղություններով բարձր նիշի վրա էր։ Ի պատասխան նա ասաց, ցույց տալով վնասված առաստաղը, ասաց սա է բարձր նիշը։ Պարոն Բադալյան, կխնդրեմ նախ գնահատեք կատարած շրջայցը եւ ձեր մասով անդրադարձերը։ Շնորհակալություն Էրմինե ջան, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Երկիր EM-ին, հանձին խմբագիր Վահե Սարգսյանի, ձեզ, որ ընդառաջեցիք իմ պահանջին, խնդրանքին, եւ ես այսօր եկել եմ այստեղ, որովհետեւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է պարզաբանումներ տալ հանուն ճշմարտության, հանուն մեր ժառանգության ճշմարտացի ընկալման։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությանը, Մանուկ Սուքիասյանին, Սոնա Աղեկյանին, եւ ես կարծում եմ նաև իմ մոտ նաև այնպիսի տպավորություն է նաև ստեղծվել, որ նաև իմ հարցազրույցը ձեզ եւս որոշակիորեն այսպես տեղեկություններ էր բերել, որպեսզի նաև նրանք որոշակի պատկերացում կազմեին, թե ինչ է կատարվում Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում եւ փաստվեց արդեն, որ մենք այնինչ որ ասում ենք, բոլորը ուղղակի համապատասխանում են իրականությանը։ Տեսեք, սկզբից այցը եղավ, եթե չեմ սխալվում, Կարմիր Բլուրում, ես 3 իշքան հասցրել դիտել եմ, եւ այնինչ որ ես ասում էի, բոլորը համապատասխանում է իրականությանը։ Իհարկե կանրադառնանք շատ հանգամանքների, աղյուսները բարձի թողի վիճակում, լույսերը չկային, կամերաները չկային, հուշարձանը բարձի թողի վիճակում, դրանից հետո Շենգավիթում տեսակ, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում, հետո Էրեբունի ամրոցում ինչ խայտառակ վիճակ էր տիրում, նույնիսկ մարդիկ այն աստիճան են, այսպես ասած, սիրում եւ հոգատար կերպով վերաբերվում ճակերտների մեջ այդ ամրոցին, որ ալարում են նույնիսկ կտրել այնտեղի խոտերը, տեսակ պատերը, տեսակ որմնանկարները, ինչ կատաստրոֆիկ վիճակում են գտնվում, այնուհետև եղաք թանգարանում եւ այստեղ արդեն իմ համար այս շատ ցավոտ թեմա է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիկին Անահիտ Թելունցի հետ ուրեմն զրույցը տեղի ունեցավ։ Ուրեմն նախ եւ առաջ ես պետքա Տիկին Անահիտ Թելունցը երեք շատ բաներ էր խոսում, նաեւ որոշակիորեն փորձում էր խոսել թանգարանի որոշակի հաջողություններից ու բերել որոշակի այսպես փաստեր Էրմիտաժի անկյունից, իրենց հաջողություններից, որ ցուցադրություն իջեցրել են կարևոր առարկաները եւ այլն։
նախ հարցա թե ում կառավարման ժամանակաշրջանում է այդ ամենը եղել եւ գիտեք պետք է նշեմ, որ Անահիտ Թելունցը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի գլխավոր ֆոնդապահ է դարձել իմ հրամանով։ Այսինքն այն, որ նա դարձել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն, այդ հրամանի տակ դրված է իմ ստորագրությունը։ Եթե դուք հիշում եք, մեր նախորդ զրույցի ժամանակ ես շատ ջերմ, բարոյական բոլոր կողմերը պահպանելով արտահայտվեցի Անահիտ Թելունցի վերաբերյալ, գնահատելով նրա ներդրումը, նրա ավանդը, եւ բնականաբար սպասում ես, որ պետքա նույնը փոխադարձ լինի։ Նույնիսկ ձեզ ասեմ, ամիսներ առաջ Անահիտ Թելունցը մի օր զանգեց ինձ, դե մենք իրար հետ գիտեք երկար ժամանակ աշխատել ենք, ես ինչպես ասացի, ես երկնքից չեմ ընկել Էրեբունի թանգարանում, ես 2009 թվականի փետրվարի 1-ից աշխատել եմ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում որպես կրսեր գիտաշխատող, հետո որպես էքսկուրսավար, հետո որպես գիտաշխատող, հետո Կարմիր Բլուր մասնաճյուղի ղեկավար եւ հետո ընտրվել եմ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն համապատասխան մրցույթին դիմելով, որը տևել է չափազանց երկար։ Այսինքն շատ երկար առավոտից մինչև 3 գիշեր այդ մրցույթը տևել է։ Այսինքն այնպես չի, որ ինձ բերել եւ այնտեղ նշանակել են։ Եվ Անահիտ Թելունցը դա շատ լավ գիտի։ Ինքը երբեմն որքան ես գիտեմ, ասում է, որ ինձ գոնե այդպիսի լուրեր են հասնում, որ դե ես իրանց աչքի առաջ մեծացած երեխան եմ, բայց արդեն Միքայելի փուլը Էրեբունիում անցել է։ Ինչ առումով, պարոն Բադալյան։ Էրեբունիում, ես չգիտեմ, ես նման բաներ եմ լսել, Աստված իրանց հետ, որ այսինքն պետքա ըստ երևույթին ես ընկալում եմ, որ պետքա մոռանալ այն, ինչ ես արել եմ, եւ պետքա շարժվել նոր կանոններով։ Ես ինչու եմ այս ամենը ասում, որովհետեւ երեք ինչ որ տեղի ունեցավ, ինձ հիմքեր են տալիս ենթադրելու այդ մասին։ Եվ Անահիտ Թելունցին, տեսեք, ես ընդունել եմ ինձ շատ հարազատ մարդ։ Ես նրա հետ նույն սենյակում աշխատել եմ։ Նրանք էլ ժամանակին շատ էին ուզում, որ ես դառնամ Էրեբունի թանգարանի տնօրեն։ Եվ վերջերս նա զանգեց ինձ, երևի ձմեռն էր, եւ տենց տարբեր հարցեր էր տալիս եւ հարցեր էր տալի, արդյոք ես պատրաստվում եմ դիմել մրցույթին տնօրենի համար, թե ոչ։ Դե դու մտածում ես, որ հարազատ մարդա դիմել եմ, պատկերացրեք, նույնիսկ իրեն պատմում ես իմ խնդիրների մասին, տղայիս հետ կապված խնդիր կար, իր հետ կիսվում ես որպես հարազատ մարդու, մտածելով, որ քո հետ խոսում է քեզ հարազատ մարդ, որը շատ լավ գիտի այն նիշը եւ այն արժեքները, որով դու առաջնորդվում ես։ Բայց արի ու տես, որ ցավոք ըստ երևույթին այդ ամենը չի համապատասխանում, այսպես մեր ընկալումներին։ Հիմա խոսելով այդ դրվագի մասին, ինչը որ ես տեսա, ես ուղղակի ապշած էի։ Այն որ ասել, որ ես զարմացած եմ, մեղմ կլինի ասել, ուրեմն տեսեք ինչա կատարվում։ Հատկապես իմ հետ խոսքու զրույցը նկատի ունեմ, դուք ուրեմն ասում եք, որ Միքայել Բադալյանի ժամանակ թանգարանը բարձր նիշ է արել եւ ինձ թվում է ճշմարտությունը ջատագով ցանկացած մարդ պետք է որոշակիորեն անդրադառնալ դրան, այլ չփորձեր խեղաթյուրել եւ ինչ որ շեղող, այսպես ասած, պրովոկացիոն հնարքների դիմել եւ հարցա թե որտեղից է ուղղորդվել այդ հնարքները, որովհետեւ արդեն ինձ համար պարզ է դառնում, որ Անահիտ Թելունցը ըստ երևույթին իրականացնում է մի քաղաքականություն, որով փորձ է արվում նաև ուրեմն ուրանալ, այսպես ասած, ճակերտների մեջ եւ այսպես ամեն ձև նսեմացնել նաև այն, ինչ արվել է իմ կառավարման ժամանակաշրջանում։ Հիմա տեսեք,
ինձ համար շատ զարմանալի է, ցույց էր տրվում այդ տանիքը, միջև այդ Անահիտ Թելունցը, որ հարց են տալի, ասում են ինչու է այսպես անմխիթար վիճակում, նա ասում է, որ կա նոր ծրագիր, Լուվրի հետ արվելու է պրոյեկտ եւ Էրեբունին ունենալու է նոր ցուցադրություն։ Հիմա եւ խոսում է նիշի մասին։ Բա կներեք, տիկին Անահիտ, բա այդ ով է աշխատել Լուվրի հետ, որ այդ ծրագիրը գա Էրեբունի, կարող է դուք եք աշխատել։ Հետո Անահիտ Թելունցը խոսում է, որ այդտեղ պետքա լինի ապակեպած սրահ։ Կներեք, բա այդ ով է աշխատել նույն Լուվրի հետ, ընդ որում անվճար, սցենոգրաֆիկ խմբի հետ, որ որոշվել է, որ այդպիսի առաջարկ անել, որ այդտեղ կարող է լինի ապակիներով սրահ։ Առաջարկը ձերն է եղել։ Առաջարկը եղել է երկար քննարկումներ, դա քրտնաջան աշխատանք Լուվրի մեր գործընկերների հետ, սցենոգրաֆիկ խմբի հետ, աշխատանքից հետո Zoom-ով, աշխատանքային խմբերի մակարդակով։ Այդ ժամանակ Անահիտ Թելունցը գնում էր տուն, ես նստում եմ եւ աշխատում էի քրտնաջան, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ ուրեմն այդ արդյունքին։ Հիմա տեսեք ինչա նա ասում։ Նա ասում է, բա որ այդպես էր, չէ, թող սարքեին այս 5 տարիների արդյունքում։ Հիմա ցավալին այն է, որ կամ Անահիտ Թելունցը ընդհանրապես չի տիրապետում այդ թանգարանի շենքի ուրեմն յուրահատկություններին, կամ ուղղակի միտումնավոր խեղաթյուրում է այն, ինչ որ արվել է։ Որովհետև դուք տեսաք այդ տանիքը, բնականաբար ես, երբ որ ինքս դարձել եմ տնօրեն, իմ համար շատ կարևոր էր այդ տանիքի այդ խայտառակ իրավիճակը փոխվելը։ Բայց երբ որ մենք խորհրդակցեցինք ճարտարապետների հետ, համապատասխան մասնագետների հետ, պարզ դարձավ, որ չափազանց մեծ գումարներ է պահանջում նման ուրեմն քայլեր ձեռնարկելը։ Եվ այնուհետև մենք կարողացանք հասնել նրան, որ Լուվրի հետ ունեցանք ծրագիր։ Ինչպես տիկին Անահիտ Թելունցը ասաց, այդ գումարը փոխանցված է։ Կներեք, կարող է հերքի, որ իմ ժամանակ չի այդ բանակցությունները արվել։ Տիկին Անահիտ Թելունցը խոսում է նիշից։ Իմ նիշը, տիկին Անահիտ Թելունց, այն էր, որ նույն Լուվրի տնօրենը եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարը գալիս էին Էրեբունի թանգարան եւ բարձրաստիճան շատ այլ անձինք, եւ ես ներկայացնում էի դա նրանց եւ մեծ գոհունակություն էին հայտնում այդ ամենի մասին։ Բա որն է ձեր նիշը։ Հեսա նիշերին կանդրադառնանք։ Այնուհետև բնականաբար եթե տիրապետում է նա որոշակիորեն թե ինչա թանգարանը, ինչա թանգարանի ցուցադրությունը, պետք է հասկանա, որ թանգարանի ցուցադրությունները մի օրում չեն փոխվում։ Դա երկար աշխատանքի արդյունք է։ Ծիծաղալի կլինի, երբ որ մեկը ասի, որ մենք կարող ենք մի օրում ցուցադրություն փոխվել։ Մոտավորապես 2 տարի մենք աշխատել ենք Էրեբունու սցենոգրաֆիական ուրեմն էսքիզների հայեցակարգի վրա։ Ընդ որում, որ այդ Անահիտ Թելունցը ասում է այստեղ ապակի է լինելու, այդ ինքը չի որոշում։ Դա հետո պետքա գնա կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, այնտեղ այդ ամենը քննարկվի, հավանության արժանացվի, նոր հետո հասկանանք այդ ապակին լինելու է թե չէ, որը մենք եւս առաջարկել ենք։ Բայց ինքը ինչ մի հատ հետաքրքիր հնարքի է դիմում, ասում է, բա թող անեին։ Այսինքն մենք վերջի տարիներին զբաղված ենք թանգարանի ցուցադրության փոփոխությամբ, որի մեջ նաև ներգրավված է եղել նա այնքանով ինչքանով, որովհետև ասում ենք, որ պետքա իրերը տալ, իրերի ցուցակները տրամադրել, այնտեղ կան սեկցիաներ, եւ նա լավ գիտի դրան։ Եվ իմ համար ուղղակի շատ ցավալի է, որ նա գնում է նման հնարքի, կիրառում է նման հնարք։ Այսինքն նա ասում է, որ բա ասում է, էսա նիշը։ Բա լավ, եթե դուք ունեիք այդքան խիղճ, բա տիկին Անահիտ Թելունց, բա որ դուք խոսում եք նիշից, եկեք խոսենք նիշերից։ Իմ նիշը այնքան բարձր է եղել մեր նիշը, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը բազմաթիվ բոլոր ցուցանիշներով եղել է Երևանի քաղաքապետարանի, ուրեմն առաջատար թանգարանը։
բազմաթիվ ցուցանիշներով։ Իմ նիշը այն է, որ անկախ Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում Էրեբունին գրանցել է իր այցելուների ամենամեծ թվով աճը։ Իմ նիշը այն է, որ Կարմիր բլուրը իմ կառավարման օրոք ազատագրվել է Շինաղբից։ 1214 թափ Շինաղբա հանվել այնտեղից։ Իմ նիշը նաև այն է, որ Անահիտ Թելունցը ֆոնդապահ է եւ սարքվել է իմ կառավարման օրոք ֆանտաստիկ ֆոնդ, չհրկիզվող դռներով, չհրկիզվող էլեկտրոնային համակարգով աշխատող պահարաններով, որոնցից կարծում եմ Հայաստանում կան թե չկան, թող մարդիկ տեսնեն։ Եվ Անահիտ Թելունցը շատ ժամանակին ուրախ էր, որ մենք նման գեղեցիկ ֆոնդ ենք ստեղծել։ Նույնիսկ Լուվրի մեր գործընկերները, որ եկել էին, ասում էին, մենք եւս հիացած ենք, թե ինչպիսի ֆոնդ զետեղարան եք դուք սարքել։ Իմ նիշը այն է, որ այսօր Էրեբունին ունի շատ գեղեցիկ գրադարան։ Իմ նիշը այն է, որ Էրեբունու ժամանակ ստեղծվել է վերականգնման եւ ամրակայման շատ կարեւոր լաբորատորիա եւ նույնիսկ մենք հասել ենք այն աստիճան, որ Հայաստանի տարբեր մասերից մեզ դիմում էին, որպեսզի մենք վերականգնենք եւ ամրակայենք իրենց իրերը։ Իմ նիշը այն է, որ Էրեբունիում դահլիճ է ստեղծվել։ Իմ նիշը այն է, որ Էրեբունին իր կրթական ծրագրերով Հայաստանում առաջատարներից մեկն էր։ Իմ նիշը այն էր, որ բազմաթիվ երեխաներ են կրթվել մեր կրթական ծրագրերով, որ ես եղել եմ դրանց շատերի հեղինակը։ Իմ նիշը այն է, որ մենք աշխատում էինք, հասել էինք նրան, որ մենք աշխատում ենք Լուվրի, Բրիտանական թանգարանի, Էրմիտաժի, Պուշկինի թանգարանի, իտալական, ամերիկյան, ավստրիական, գերմանական եւ մի շարք այլ երկրների առաջատար գիտական հաստատությունների հետ։ Տիկին Անահիտ Թելունց, բա որն է ձեր նիշը։ Ցույց տվեք։ Ցույց տվեք, որ ձեր նիշը որն է։ Բա ինչ եք արել դուք, որ խոսում եք ձեր կառավարման ժամանակաշրջանում։ Թող ցույց տա, որն է, թող տիկին Անահիտ Թելունցը ցույց տա, բա որն է ձեր նիշը։ Փնթի պահպանված Էրեբունի ամրոցը, ինչը ֆիքսվեց կամերաներով, խայտառակ վիճակում գտնվող Կարմիր բլուրը, իմ նիշը այն էր, որ Կարմիր բլուրում դրվել են լույսեր, ստեղծվել է պահակակետ, ավտոկայանատեղի, նստարաններ, կամերաներ, իսկ ձեր նիշը այն է, տիկին Թելունց, որ այդ լույսերը այսօր չեն գործում եւ ընկել են, կամերաների մի մասը չի գործում, աղյուսները փտում են։ Իգիտություն բոլորի, իդեպ պարոն Բադալյան, ներողություն եմ խնդրում, մեր արված դիտարկումը սիրողական մակարդակի չէր իգիտություն, նաև Անահիտ Թելունցի նշեմ, որ երբ որ հարցը ես հարցադրեցի, նաև դիտարկում արեցի, որ Միքայել Բադալյանի պաշտոնավարման ժամանակահատվածում թանգարանը բոլոր ուղղություններով գրեթե բարձր նիշ է ունեցել, այդ հարցադրման համար մենք բավական ուսումնասիրություններ ենք կատարել, քաղաքապետարան հարցումներ ենք ուղարկել, պատասխան ենք ստացել եւ այդ պատասխանի հիման վրա տիկին Թելունց կազմված էր իմ դիտարկում հարցադրումը։ Տեսեք, ես կարող եմ այսպես թվարկել Էրեբունու ձեռքբերումները եւ իմ ժամանակ գրանցած նիշը, ինչը ուղղակի չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ որ տիկին Անահիտ Թելունցը արվում է։ Ես ցավով եմ հիմա անդրադառնում, որովհետեւ ըստ երևույթին տիկին Անահիտ Թելունցը նա եւս խոստովանել է, որ նա չի տիրապետում այդ հմտություններին, նա ժամանակավոր է այնպես եւ լավ կլիներ, որ նա ժամանակավոր այսպես իր պարտականությունները կատարեր եւ չխոսեր, որովհետեւ շատ հեշտ է ուրիշներին քննադատել։ Եթե տիկին Անահիտ Թելունցը կարողանար 10%-ը աներ, ինչ որ մենք արել ենք Էրեբունիում, այդ թվում նաեւ իր մասնակցությամբ, մենք շատ ուրախ կլինեինք։ Իմ նիշը այն է, չէ՞ որ նա ֆոնդերից է խոսում, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում չափազանց արագ տեմպերով, ուրեմն գրանցվել է հնագիտական առարկաների ավելացում։ Դա իմ նիշն է, որովհետև ես եմ խոսել մասնավոր հավաքորդների հետ,
Ես եմ խոսել հնագիտական արշավախմբերի հետ, ովքեր բերել եւ տվել են դա։ Իմ նիշը այն է, որ Էրեբունիում բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններ են եղել։ Բայց եկեք տեսնենք Տիկին Թելունցի ժամանակ նման որակի ցուցադրություններ եղել են, թե չէ։ Իմ նիշը այն է, որ առաջին անգամ Էրեբունու պատմության մեջ մոտավորապես 50 միավոր հնագիտական առարկա տարվել է արտասահման եւ ցուցադրվել է հեղինակավոր ցուցադրությունում, որտեղ Էրեբունին մեդալ է ստացել հատուկ շնորհակալության։ Միջազգային ցուցադրության մասին է։ Իհարկե, եւ այդ ցուցադրությունը 183,000 այցելուի է ունեցել։ Էրեբունին կյանքում իր պատմության մեջ եղել է մի դեպք միջև այդ, որ 10-ից ավել իր գնար, հələ 10-ը չափազանցնում եմ, այն էլ Էրեբունով, որովհետև եղել է դեպք, որ այո, պատմության թանգարանի իրերի հետ, Հայաստանի պատմության թանգարանի իրերի հետ, օրինակ Էրեբունին գնացել է Լուվր ցուցադրության։ Իմ նիշը այն է, որ բրիտանական թանգարանում ցուցադրվեց մեր իրը։ Իմ նիշը այն է, որ Էրմիտաժում բացվեց Էրեբունու անկյունը։ Իմ նիշը այն է, որ ես միաժամանակ կարողանում եի հանդիպել Լուվրի թանգարանի հետ, ընդունել Էրեբունիում, խոսել, զրուցել, հանդիպել Էրմիտաժի տնօրենի հետ, բրիտանական թանգարանի բարձրաստիճան պաշտոնյաների, Պուշկինի թանգարանի հետ, բա ցույց տվեք։ Դրանցից ում հետ եք դուք հանդիպում, Տիկին Թելունց, բա որն է ձեր նիշը։ Ելոց Էրմիտաժի մասին խոսեցիք, պարոն Բադալյան, երեք Տիկին Թելունցն ասաց, որ կա այն էսքիզը, որով Էրեբունիում ներկայացվելու է Էրմիտաժի ցուցադրությունը։ Դե կա, թող ցույց տա։ Թող ցույց տա, թող հենց հիմա ցույց տա։ Այսինքն չկա այդ էսքիզը, դա դեզինֆորմացիա է։ Ուրեմն տեսեք, Տիկին Թելունցը նաև կարծես թե փորձում էր այնպես վերագրել այդ Էրմիտաժի անկյունը, տեսեք նախ ասում է, որ Պետրովսկին խնդրեց, որ այդ անկյունը երկարաձգվի, մինչդեռ մենք ենք, ես եմ անձամբ խնդրել Միխայիլ Բարիսովիչ Պետրովսկուն, որպեսզի Էրմիտաժում մենք բացենք Էրեբունու անկյունը։ Եվ ես շատ երախտապարտ եմ, որ Միխայիլ Բարիսովիչը ընդառաջել է մեզ եւ մենք շատ բարձր մակարդակում ստեղծել ենք Էրեբունու անկյունը։ Դա բացառիկ հաջողություն է, որովհետև Էրեբունին միակ թանգարանն է աշխարհում, որը Էրմիտաժում ունի իր անկյունը։ Եվ Տիկին Թելունցը ասում էր, որ քանի որ շատ մեծ հաջողություն է ունեցել, նաև խնդրել են երկարացնեն։ Բա որ այդ մեծ հաջողությունն է ունեցել, կարողա դուք եք դա նախաձեռնել, Տիկին Թելունց։ Կարողա դա ձեր շնորհքն է։ Չէ, այդ ամենը ես եմ չէ նախաձեռնել։ Բա որ Էրմիտաժի հետ իմ նիշը այն է, որ մենք Էրմիտաժի հետ պայմանագիր ենք կնքել, այն եզակի թանգարաններից մեկն ենք, որ Էրմիտաժի հետ պայմանագիր ենք կնքել։ Իմ նիշը այն է, որ ինձ Էրմիտաժ հրավիրում էին շատ կարևոր գիտաժողովի զեկույց ունենալու, աշխարհի տարբեր հեղինակավոր հարթակներ ունենալու։ Բա ձեր նիշը որն է։ Պարոն Բադալյան, այսպիսի մի հարց, որին անդրադառնալ չեմ կարող, նախորդ մեր հարցազրույցի ժամանակ տաղավարում դուք ասացիք, որ թանգարանը պեղումների համար 0 դրամ է հատկացրել։ Այ երեք իմ հետ Թելունցի հետ զրուցելիս նշեց 2 միլիոն դրամի մասին։ Այս հակասությունը ձեր եւ նրա ասածի միջեւ խնդրում եմ անդրադարձեք։ Դա հակասություն չի, դա շատ ցավոտ թեմա է։ Ասեց, որ որպեսզի պարզ լինի նաեւ մեր հետևողների համար։ Ես ցավում եմ, որ Տիկին Անահիտ Թելունցը չի տիրապետում նաեւ աշխատանքային օրենսգրքին, չի տիրապետում ուղղակի տարբեր ընթացակարգերի եւ նաեւ իրեն եւ թանգարանին եւ նաեւ իր վերադասին դնում է ոչ այդքան հաճելի դրության մեջ։ Հիմա անդրադառնանք ըստ էության։ Ուրեմն 2014 թվականից ես հանդիսանում եմ Էրեբունու հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավար։ 2019 թվականից հանդիսանում եմ Կարմիր Բլուրի հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի ղեկավարը եւ 2024 թվականից Կարմիր Բլուրի հայ-ռուսական հնագիտական արշավախմբի ղեկավարը։ Բացի այդ, այն քիչ հայ հնագետներից եմ, ով պատիվ է ունեցել հրավիրված լինելու նաև արտասահմանում եւ աշխատելու նաև արտասահմանում, Լիբանանում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ինքս հանդիսանում եմ
ԿԳՄՍ նախարարությանը կից միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անդամ եւ բավական լավ եմ տիրապետում այն ընթացակարգերին, թե ով պետք է լինի արշավախմբի ղեկավար, ինչ պետք է լինի արշավախմբի ղեկավարը եւ այլն եւ այլն։ Այս ընթացքում մեր արշավախմբերը գրանցել են չափազանց լուրջ հաջողություններ, որոնք արժանացել են ինչպես հայ, այնպես էլ օտար մեր շատ հեղինակավոր գործընկերների դրվատանքին, գնահատանքին, տպվել շատ բարձր հեղինակավոր տեղերում, զեկուցվել աշխարհի շատ առաջատար գիտական հաստատություններում՝ Իտալիա, Չեխիա, Ավստրիա, Ռուսաստան եւ այսպես կարող ենք շարունակել։ Հիմա անցած տարի ես եւս չեմ եղել Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրենը, օրինակ սեպտեմբեր ամսին, բայց Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը ինձ հետ կնքել է պայմանագիր եւ այդ պայմանագրով առաջնորդվելով մենք պեղումներ ենք արել հայ-ռուսական արշավախմբի կողմից Կարմիր Բլուրում։ Ընդ որում տիկին Անահիտ Թելունցը ձեզ հրավիրում էր, որպեսզի դուք տեսնեք իրերը, որոնք ցուցադրվում են նոր ցուցադրությունում, հա, որոնք որքան գիտեմ, որ ցուցադրվում են գոնե մի քանի ամիս առաջ, իմ պեղած իրերն են, իմ կողմից ղեկավարվող արշավախմբի կողմից պեղված իրերն էր, էլի ցույց տալով վերագրելով այդ ամենը, հա, կարծես թե այնպեսի տպավորություն, որ իրենց է գալի։ Հիմա գամ բուն էությանը։ Եվ մենք շատ հաջող մամուլով էլ դա լուսաբանվել, այս ամենը բազմիցս եւ ուրեմն տեսեք, տիկին Անահիտ Թելունցի հետ ես խոսում եմ եւ ասում եմ, որ քանի որ ասում եմ, որ կային նորմալ, ինձ թվում էր նորմալ հարաբերություններ, մենք զանգով իրար հետ խոսում եմ եւ ասում եմ, որ տիկին Թելունց Կարմիր Բլուրում մեր ավստրիացի գործընկերները գալու են եւ ես պետքա բերեմ հաշվետվությունը, որպեսզի դուք ստորագրեք դա եւ Էրեբունին ունի գիտական խորհուրդ, որը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Եվ նաեւ պետքա որպեսզի գիտխորհուրդը հաստատի, կարգը այդպես է, որ մենք ներկայացնենք նախարարություն եւ դիմենք ուրեմն միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, որ մեզ նորից թույլ տան, որ մենք պեղումներ իրականացնենք։ Այդպես է կարգը։ Տիկին Անահիտ Թելունցն ինձ ասում է, որ ոչ Էրեբունում նոր տնօրեն պետքա գա, ապրիլի 7-ին թե 8-ին մրցույթ է լինելու եւ եկեք սպասենք նոր տնօրենը գա, տեսնենք ինչ է լինելու։ Ասում եմ նոր տնօրենը որ գա, դրանից ինչ է փոխվելու, մենք պարտաճանաչ մեր պեղումներն ենք անում։ Առաջին անգամ տիկին Թելունցը ասում է, որ նա շատ կարեւոր է իմանալ, թե մենք որտեղ ենք Կարմիր Բլուրում պեղում, ինչպես ենք մենք կոնսերվացնում, միշտեռ ինքը քանի որ ֆոնդապահն է, երբ որ մենք իրերը հանձնում ենք ըստ կարգի, այնտեղ տեղամասերը գրված է, թե որտեղից են այդ իրերը հանձնվում։ Եվ նա ինձ ինչ ասում է, փող ես մեզանից ուզելու, մենք փող չունենք։ Դա նրա բառերն է։ Եթե ես եմ սուտ ասում, թող Աստված ինձ պատժի։ Եթե նա է սուտ ասում, թող Աստված նրան պատժի։ Ես քանի որ ասում եմ երևի դե թանգարանը վատ վիճակում է, երևի բան չեմ էլ ասում գոնե իհարկե այստեղ իմ երևի բաց թողումն է, որ ես պետքա դիմեի նամակով, ասում եմ դե լավ տիկին Թելունց, ասում եմ, եթե գումար չկա, ուրեմն մենք ես կգտնեմ հովանավոր, կփորձեմ գտնել հովանավոր եւ մենք այդպես Կարմիր Բլուրում պեղումներ կանենք եւ պետքա սպասել, որ մեր ավստրիացի գործընկերները գան։ Ուրեմն մեր ավստրիացի գործընկերները գալիս են, մնում են մի քանի օր Երևանում սպասելով թույլտվության եւ ես Էրեբունում տնօրեն ոչ մեկ չի ընտրվում մրցույթին, զանգում եմ Թելունց Անահիտին եւ ասում եմ, որ պետքա բերեմ այդ հաշվետվությունը, որը կարգն է, որ նա կնքի դա։ Պատկերացրեք, երբ որ ես տանում եմ, որ նա կնքի, նա չգիտեր թե որտեղ պետքա կնքի։ Բացի այդ հաշվետվությունը կրիչով էր իմ մոտ եւ բաներ գունավոր էջերով, հա, եւ մենք կարծում եմ չափից դուրս կարևոր պեղումներ ենք իրականացրել, քանի որ գտել ենք եզակի մոնումենտալ կառույց, որը մեր միջնադարյան քարավանատների նախատիպն է ուրարտական ժամանակաշրջանում, սա բացառիկ հայտնագործություն է,
եւ պարզվում է, որ Էրեբունի նույնիսկ գունավոր պրինտեր չունի, որպեսզի մենք տպենք այդ հաշվետվությունները։ Իրենց գունավոր մի հատ շատ վատ աշխատող, հա, նորմալ աշխատող գունավոր պրինտեր չունի, միշտ իմ ժամանակ երկու շատ լավ աշխատող գունավոր պրինտերներ կային, դա թողնենք մի կողմ։ Այս ինչի եմ սենց ձեր մի քիչ ժամանակը խլում, որ մարդիկ իմանան ինչը ինչոց է։ Եվ ասում եմ, դե լավ, գոնե քանի որ առաջի էջնա դուք պետքա ստորագրեք, թեկուզ այս ձեր վատ պրինտերով տպեք, որ նայեք հաշվետվությունները ուզեք, այդ հաշվետվությունների առաջի էջերը շատ վատ որակի են, որովհետև այդ վատ պրինտերով են տպված։ Մյուսը ես գնում եմ, տալիս եմ բավական գումար, իմ հաշվին, տպում եմ այդ հաշվետվությունը, հետո նաև Էրեբունու հաշվետվությունը, կազմում եմ, տանում եմ, տալիս եմ նախարարություն, հաշվետվությունը ընդունվում է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կողմից եւ մեզ տալիս են բաց թերթիկ։ Հիմա մենք գտնում ենք հովանավոր եւ պետքա, քանի որ ինչպես է պեղումներում կա ձեռնարկող կողմ։ Տվյալ դեպքում ձեռնարկողը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանն է եւ ինքը պետքա պայմանագրեր կնքի բոլոր աշխատակիցների հետ, դա կլինի հնաբուսաբան, դա կլինի բանվոր, դա կլինի արշավախմբի ղեկավար եւ այլն եւ այլն։ Եվ ես ասում եմ, որ մեզ պետքա որպեսզի հովանավորը գումարը փոխանցի Էրեբունուն, տիկին Անահիտ Թելունցը ինձ ասում է, որ ոչ, մենք չենք ցանկանում, որ գումարը փոխանցվի Էրեբունուն։ Որից հետո մենք ունենում ենք շատ լուրջ խնդիրներ, որովհետեւ հովանավորը, քանի որ իրավաբանական անձ էր, պետքա փոխանցեր Էրեբունուն եւ ըստ այդմ կանգնում ենք լուրջ խնդրի առաջ։ Մի խոսքով մեծ էնտուզիազմով անում ենք այդ պեղումները եւ այս պեղումները ավարտում ենք շատ լավ արդյունքներով, տանջվելով, այսպես էնտուզիազմի հաշվին եւ հետո պետքա գա Էրեբունու պեղումները, որի արշավախմբի ղեկավար ես եմ հանդիսացել ըստ օրենքի, հա, արշավախմբի ղեկավարը Հայաստանի կողմի ներկայացուցիչն է, հայկական կողմին, այսինքն ինքն է պատասխանատու պեղումների համար։ Եվ զանգում եմ տիկին Թելունցին, ասում եմ, որ Էրեբունու համար պետքա ֆրանսիացիները դիմել են եւ պետքա պեղումներ անի, ֆրանսիացի մեր գործընկերները նաեւ նամակով դիմում են նրան, այդ նամակները կան եւ նա ինձ զանգում է, ասում է ինչ պետքա անենք, ես իրեն բացատրում եմ ինչ պետքա անենք, քանի որ նա այդքան էլ լավ չի տիրապետում այդ գործընթացին։ Եվ նա ինձ ասում է, էլի փող չունենք։ Մենք փող չունենք պեղումների։ Եթե ես եմ սուտ ասում, էլի ես բարոյական լրիվ բան եմ ասում, թող Աստված ինձ պատժի։ Եթե նա է սուտ ասել, թող Աստված նրան պատժի։ Ասում եմ շատ լավ, ես կաշխատեմ կամավոր, անվճար հիմունքներով։ Եվ հայտի մեջ գրված է, որ հայկական կողմի համաղեկավարը աշխատելու է կամավոր անվճար հիմունքներով։ Բայց ինձ Անահիտ Թելունցը չի ասում, օրինակ լավ, եթե նա այնքան չի տիրապետում օրենսդրությանը, աշխատանքային եւ մյուս օրենսգրքին, որ ասում է Միքայել Բադալյանը Էրեբունու աշխատակից չի, դրա համար մենք չենք կարող իրեն գումար տալ։ Բա լավ, եթե դուք 2 միլիոն դրամ ունեք, ինչու՞ չեք տեղեկացնում, որ այ կարող է անալիզա պետք անել, այ լավ, բա մյուս աշխատակիցներին պետքա գումար տալ եւ այլն։ Բայց այստեղ տարական հարց է, պատկերացրեք Հերմինե ջան։ Հիմա օրինակ Էրեբունի թանգարանում պրինտերը փչացավ։ Էրեբունի թանգարանում չկա պրինտեր սարքող, Էրեբունի թանգարանը ինչ է անում։ Կնքում է համապատասխան պայմանագիր համապատասխան մասնագետի հետ եւ վճարում է իրան համապատասխան պայմանագրով, համապատասխան ակտով եւ վճարում է իրեն գումարը։ Տարբեր հաստատություններ կնքում են պայմանագիր հնագետների հետ, որոնք իրենց մոտ չեն աշխատում։ Դա շատ նորմալ է։ Դա ոչ մի կերպ չի հակասում աշխատանքային օրենսգրքին։ Հիմա լավ, պատկերացրեք, Հայաստանը ունի մի քանի հնաբուսաբան, մեկ հնաբուսաբան կամ մի քանի հնակենդանաբան, եւ նրանք Էրեբունի թանգարանի աշխատակիցներ չեն։ Էրեբունին չպետք է կնքի իրենց այդ պայմանագիր, որոնք իրեն կանեն։ Էրեբունին միշտ կնքել է, ոչ մեկ ոչ մի բան դրան չի ասել, որովհետեւ իրենք ծառայություններ են, համապատասխան ծառայություններ են մատուցել կամ պայմանագրով նախատեսված համապատասխան գործառույթներն են մատուցել տվյալ
արշավախմբին, այսինքն այն, որ ես այդ Էրեբունու բան չեմ, աշխատակից չեմ եւ իրենք չեն կարող իմ հետ կնքել, ուղղակի չի համապատասխանում իրականությանը, կամ Տիկին Անահիտ Թելունցը չի տիրապետում համապատասխան օրենսգրքերին եւ գործընթացներին, կամ ուղղակի այստեղ կա միտում ամեն կերպ այնպես անել, որ ես Էրեբունում չպեղեմ։ Եվ տեսեք, սա պարզ բան է, եւ ասեմ միջև հիմա ինձ հետ պայմանագիր չի կնքվել։ Այսինքն մենք ստացել ենք պեղումների թույլտվությունը, բայց Էրեբունի թանգարանը միջև հիմա ինձ հետ պայմանագիր չի կնքել։ Եվ Անահիտ Թելունցը ինձ զանգում է չորեքշաբթի օրը առավոտյան, մայիսի 28-ին եւ ասում է՝ «Բա դու ուր ես պեղումների չես եկել»։ Ասում եմ՝ «Ես պայմանագիր չունեմ»։ Դուք ինձ հետ պայմանագիր չեք կնքել։ Եվ նա ասում է, որ բա ինչ պայմանագիր է, դե բաց թերթիկը կա էլի։ Ասում եմ՝ «Բաց թերթիկից բացի կա էլի պայմանագիր, որ դու պետքա կնքես ինձ հետ»։ Եվ նա տեղյակ չէր այդ պայմանագրերից։ Դե ես նաև նամակ եմ գրել նրանց եւ խնդրել, որպեսզի իմ հետ կնքեն պայմանագիրը, որ ես գնամ պեղումների մասնակցեմ, իմանամ այդ ինչ պայմանագրով եմ անում։ Հա, այսինքն նման իրավիճակ է տիրում եւ Անահիտ Թելունցը, հա, շատ լավ գիտի իմ վիճակը, թե ես ինչքան դժվարություններ եմ ունեցել, ես իր այդ կիսվել եմ, իմ ընտանիքի վիճակը եւ ուղղակի այնպես անել, որ Միքայել Բադալյանը իր հալալ քրտինքով աշխատած Կարմիր Բլուրում կամ Էրեբունիում, երբ որ ես քրտինք եմ թափել, հետո ես պետք է այդ հաշվետվությունը գրել, գումարը չստանա, դա կտրել իմ ընտանիքից, իմ երեխաներից, ես դա թողնում եմ Աստծո ողորմածության։ Պարոն Բադալյան, ֆիքսենք, որ Անահիտ Թելունցը 3 մեր ուղիղ եթերում օրենքին հակասող հայտարարություն է արել։ Իհարկե, ես կարծում եմ, որ նա չի տիրապետում օրենքին եւ գնացեք հարցրեք տարբեր իրավաբանների, դա ախր շատ պարզ ակնհայտ երևույթ է Հերմինե ջան։ Ասենք պատկերացրեք, ասենք նաեւ ինչ ասում հնագիտության հատվածը այդ համապատասխան օրենքի, որ արշավախմբի մեջ պարտադիր պետքա լինի տվյալ ժամանակաշրջանի հնագետը։ Իսկ Էրեբունին, քանի որ ուրարտական, հետ ուրարտական Երվանդունիների ժամանակաշրջանի գլխավորապես շերտեր ու կառույցներ ունի, ցույց տվեք ինձ քանի հնագետ կա այդ ժամանակաշրջանով զբաղվող։ Ընդամենը մի քանի։ Այսինքն, կներեք, եթե Էրեբունին պետքա պեղի, դա օրինակ Էրեբունին կարող է պեղումներ ձեռնարկի ինչ որ միջնադարյան եկեղեցում եւ քանի որ չունի միջնադարի մասնագետ, կնքի պայմանագիր համապատասխան միջնադարի մասնագետի հետ, որը լինի իր արշավախմբի ղեկավար։ Եվ դա նորմալ պայմանագիր։ Նախանցած տարի Շենգավիթում հայ-ամերիկյան արշավախումբը իրականացրել է պեղումներ եւ մեր անվանի հնագետ Հակոբ Սիմոնյանը, որը երկար տարիներ Շենգավիթի արշավախմբի ղեկավարն էր, Էրեբունին կնքել է իր հետ պայմանագիր, որպեսզի նա ղեկավարի այս պեղումները եւ վճարել է իրեն, փոխանցել է գումարը, օրինակ Արմինե Հայրապետյանը, մեկ այլ հնագետ նույն Շենգավիթից եւս նույն կերպ, այսինքն դա շատ նորմալ process է։ Հիմա Տիկին Թելունցը կամ չգիտի այս օրենքը, որ կարելի է փոխանցել, կամ միտումնավոր անում է, բայց այստեղ ես ունեմ որոշակի ուրեմն հիմքեր եզրակացնելու, որ այստեղ կարող է լինել որոշակի միտում, որովհետև Տիկին Թելունցը կարծես ամեն ինչ sense ասում էր, որ պեղումները դուք չեք կարող սկսել Կարմիր Բլուրում, քանի քաղաքապետարանը չի թույլ տվել։ Ես նրան ասացի, որ քաղաքապետարանը իրավասու չէ թույլ տալ կամ չտալ պեղումներ։ Պեղումներ թույլ տվող մարմինը դա համապատասխան հնագիտական հանձնաժողովն է։ Եվ մենք քաղաքապետարանին պարբերաբար իրազեկում ենք, որ սկսում ենք պեղումներ։ Այդպես եղել է իմ տնօրինության ժամանակ եւ նրան տվեցի բաց թերթիկը, որ ուղարկի ուրեմն իր վերադաս ում հետ շատ լավ կարծես թե համագործակցում է Գոշ Սարգսյանին։ Այսինքն այստեղ եւս փորձ էր արվում խոչընդոտներ Էրեբունու առումով։ Ուրեմն կարծես թե ուրիշ սցենար էր գնացել, ինչքան ես գիտեմ,
փորձ էր արվել, որքան ես գիտեմ, որպեսզի ինձ դուրս մղել ես արշավը պեղումների process-ից, ես այդպես եմ դա ընկալում, եւ որպեսզի իմ տեղը պեղումների ղեկավարի, իմ գիտական ղեկավար, իմ ուրեմն գիտական ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Նրա անունն էր տրվում, որ շատ են ուզում, որ նա լինի։ Ես չեմ ուզում հավատալ, որ Աշոտ Փիլիպոսյանը այնպես կաներ, որ հա իր աշակերտը, ումով որ նա բազմիցս պարծենում էր, կաներ այնպես, որպեսզի դուրս մղեր իր աշակերտին, ուղղակի չեմ ուզում այդ ամենին հավատալ, մի տեսակ հավատս չի գալի, բայց ինձ ասում են, որ տենց ցանկություն է եղել, որպեսզի որ ես չլինեմ արշավախմբի ղեկավար եւ ուրեմն Աշոտ Փիլիպոսյանը լինի։ Մյուսը, ուրեմն մեր ֆրանսիացի գործընկերները այն ժամանակ պարբերաբար գումար էին վճարում, այսպես կանխիկ աշխատողներին։ Ես մեր ֆրանսիացի գործընկերներին խնդրեցի, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, հա, որպեսզի օրինական փոխանցվի գումարը Էրեբունու հաշվին նրանց տրված բյուջեի, կնքվեն աշխատակիցների հետ համապատասխան պայմանագրեր եւ փոխանցվեն համապատասխան ձևով, որից եւ պետությունը հարկվի։ Ի վերջո մարդիկ աշխատում են եւ պետք է հարկվեն։ Այս տարի տիկին Անահիտ Թելունցը ինձ ասաց եւ նաեւ մեր ֆրանսիացի գործընկերները ինձ ասացին, որ այս տարի նրանք ասել են, որ պետք չի, որպեսզի գումար փոխանցվի Էրեբունուն, այլ նրանք կարող են կանխիկ տալ։ Հիմա կարող է իմ ասածից փոխեն իրանց որոշումը, ասեն չէ կանխիկ պետքա բերեք, բայց ես ձեզ ասում եմ փաստը։ Հա, այնտեղ կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն։ Այսինքն այստեղ եւս ստվեր է գնում, խոսքը գնում է ստվերի մասին եւ պատկերացրեք պեղումներ ես անում ու կանխիկ փող ես դու ստանում։ Այսինքն իմ ասածս այն է, որ ցավոք այստեղ եւս գիտեք, գուցե նորմալ է, որ Անահիտ Թելունցը այս ամենին չի տիրապետում։ Հա, կամ երևի ինքը տենց այդքան չի ուզեցել, որ ես լինեմ արշավախմբի ղեկավարը։ Ես չգիտեմ իրան ինչ վատություն եմ արել։ Երևի վատություններից մեկը այն է եղել, որ ինքը այսօր ունի ֆանտաստիկ ֆոնդ, որ իր ֆոնդը համալրվել է։ Հա, երևի վատություններից մեկը այն է եղել, որ չեմ թողել, որ իրանք այսպես անընդհատ ճաշ ուտեն իրանց սենյակում եւ այդ հոտերը ընկնի ամբողջ թանգարանով այցելուների համար եւ ստեղծել ենք շատ գեղեցիկ խոհանոց, որ մարդիկ գնան այնտեղ ուրեմն իրենց մեր աշխատակիցները այնտեղ շատ քաղաքակիրթ ձևով հարիր ժամանակակից թանգարաններին եւ այլ հաստատություններին իրենց ընդմիջումը իրականացնեն։ Հա, երևի վատությունը այն է եղել, որ իմ ժամանակ կարգ ու կանոն կար այդ թանգարանում։ Երևի վատությունը այն է եղել, որ ես շատ հասարակ եմ, որ ես հասարակ եմ հագնվում։ Երևի այդպես է, որ ես ինքս կարող եի մեկից պարտքով գումար վերցնել, որտեղ շատերի մոտ ընկ ոնց կարողա տնօրենը պարտքով գումար վերցնի, ոնց կարողա նա խնդիրներ ունենա, հա? Երևի այդ է եղել, երևի վատությունը այն է եղել, որ տարիներ շարունակ Էրեբունու դրամաշնորհի մեջ նա ներառված է եղել։ Եվ դա չէր կարող։ Այո, եւ դա չէր կարող լինել առանց Էրեբունի թանգարանի ստորագրության, տնօրենի ստորագրության, ինչքան էլ տարբեր մարդիկ փորձեն դա վերագրել իրենց։ Այս առումով թող բոլորը իրանց տեղերը իմանան։ Պարոն Բադալյան, իմիջ այլոց 3 Կարմիր բլուրում եղած ժամանակ մենք շատ տխուր դրվագ ֆիքսեցինք։ Ուրեմն urարտական շրջանի պատը վերականգնելու նպատակով արտադրված աղյուսները բացի թողի վիճակում էին։ Մենք երբ որ Էրեբունի թանգարանում Թելունցից հետաքրքրվեցինք, թե ինչու են այդ աղյուսները բացի թողի վիճակում, նա ասաց, որ այդ աղյուսները այլևս պետք չեն։ Հաշվի առնելով, որ այդ պատի վերականգնման եւ աղյուսների արտադրության այդ ծրագիրը ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանում է սկիզբը դրվել, կխնդրենք ձեր կարծիքը այս մասով։ Ես ուրեմն հատուկ այդ կետը առանձնացրել եմ։ Նա միայն չի ասել այդ աղյուսները պետք չեն, նա ասել աղյուսները պիտանի չէին, մեկը,
եւ իրենք իրենց գործը չէին անելու։ Մեր ուղիղ եթերը ավելի ուշադրություն։ Եվ ուրեմն նաեւ նա ինչ է բերում, ասում է, այ եկեք մեր ֆոնդ, տեսեք Կարմիր Բլուրի urարտական ժամանակաշրջանի աղյուսը, տեսեք թե դա ինչ վիճակում է եւ ոնց որ համեմատեք հիմա այն աղյուսների հետ, որոնք արդեն այսքան կարճ ժամանակում չեն դիմանում եւ փշրվում են։ Կարծես թե դա էր կոնտեքստը, հա։ Հիմա ես ցավում եմ, որ այստեղ Տիկին Թելունցը ընդհանրապես չի տիրապետում ամբողջ գործընթացին։ Երևի Տիկին Թելունցը լավ չգիտի աղյուսը ինչպես է կազմվում, ինչպես է, բա լավ։ Եթե դա ինքը, այսինքն ինքը ասում է, որ այս ծրագիրը այն գլխից հաջողության չէր հասնելու։ Իր ասածից դա է բխում։ Ուրեմն նախ եթե ուրեմն եւ նա խոսում է, բա եթե ուրեմն նախ այդ ծրագրի տակ դրված է 4 ստորագրություն Երևանի քաղաքապետի, Էրեբունու տնօրենի, ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի նախագահի եւ Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության տնօրենի։ Ուրեմն այս 4 մարդիկ, այդ թվում Երևանի քաղաքապետը, չէին հասկանում, որ այս աղյուսները պիտանի են, թե չէ, Տիկին Թելունցն էր հասկանում։ Ուրեմն Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտը, որ աշխարհում լավագույններից մեկն է, չէին հասկանում այդ աղյուսները պիտանի են լինելու, թե չէ, Տիկին Անահիտ Թելունցն էր հասկանում դրա մասին։ Այսինքն հիմա մի քանի ասում ա եկեք տեսեք 3000 տարվա աղյուսները, դրանք նախ 3000 տարվա չեն, մոտ 2600 կամ 2650 տարվա են, եւ ինքը խոսում է աղյուսի մասին, որը դրված է ֆոնդում, փակ ծածկի տակ։ Տիկին Թելունց, բա վերցրա այդ Էրեբունու թանգարանի ֆոնդի աղյուսները տար, բաց երկնքի տակ դնենք, տենան քանի ամիս կդիմանան։ Բա այս աղյուսների պատրաստման նաև կարևոր խնդիրներից մեկը այն էր, որ այդ Տիկին Թելունցի ասած շատ բարձր դիմասկուն աղյուսները, որով կան Կարմիր Բլուրի պատերը, որ կան, վնասվել են, չեն դիմացել շատ տեղերում ջրին, բնակլիմայական այլ երևույթներին, հա, եւ այս աղյուսների արտադրության կարևոր պատճառներից մեկը այն էր, որպեսզի մենք կարողանանք վերականգնել այդ պատերի հատվածները, բա եթե իր ֆոնդում դրված աղյուսները այդքան դիմասկուն էին, բա ինչի չէին դիմանում եւ այդ ֆասադները լրիվ քայքայվել է Կարմիր Բլուրում։ Երկրորդը Տիկին Թելունց, դուք դրա նեղ մասնագետն եք, որ ձեզ իրավունք եք վերապահում նման արտահայտություն անելով այն էլ միջազգային չափազանց կարևոր ծրագրի մասին, որտեղ դրված է Երևանի քաղաքապետի եւ ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի ուրեմն նախագահի, որը եթե չեմ սխալվում Փարիզի քաղաքապետն է, ստորագրությունը։ Այսինքն դա նշանակում է նաեւ իմ կարծիքով այս ամենի տորպեդահարում միջազգային կարևոր ծրագրի, իսկ Ֆրանսիան մեր կարևոր գործընկերներից մեկն է, ծրագրի տորպեդահարման ինչ որ միտում ենք մենք նաեւ այստեղ տեսնում։ Եվ բացի այդ, ուրեմն այդ աղյուսները երկար ժամանակ Տիկին Թելունցի, այսպես ասած, պաշտոնավարման ժամանակ բարձի թողի ձևով եղել են բաց երկնքի տակ։ Եվ ես ինձ որոշակի իրավունք եմ վերապահում կարծելու, որ գուցե դա արվել է նաև այն բանով, որ Տիկին Թելունցը իր նեղ մասնագիտական, շատ նեղ, ոչ պրոֆեսիոնալ մասնագիտական դիտարկումներով այնպես է կարծել, որ մեկը այդ աղյուսները բանի պետք չեն։ Եվ այդ աղյուսները, թեկուզ որ դուք տեսակ են ծածկը, չէ, բրեզենտով կապույտ, ուրեմն դա արվել է միայն ու միայն ի շնորհիվ Կարմիր Բլուրի ներկայիս մասնաճյուղի վարիչի պաշտոնակատար Տիկին Ծովինար Խաչատրյանի համառ ջանքերի շնորհիվ, նվիրյալ ջանքերի շնորհիվ։ Եվ նայա ամեն ինչ արել, որպեսզի բողոքելով, խոսելով, քանի որ ես նաև պեղումների է գնում, մի քիչ ծանոթ եմ այս ամենին, բողոքելով, խոսելով, որ գոնե մի քանի կոպեկ գումար տան եւ գոնե ինչքան հնարավոր է ծածկեն, պատկերացրեք, որ մի քիչ ավել գումար տային, հնարավոր կլիներ փրկել ավելի այդ աղյուսները, բայց եթե դուք նայեիք այսօրվա Կարմիր Բլուրի պահակակետի հետևը, արված է աղյուսի փոքրիկ պատ ցուցադրական եւ այդ պատը ոնց կա,
տես մնում է։ Այ եթե Տիկին Թելունցը ժամանակ ունենար, իր պաշտոնավարման ժամանակ մեկ-մեկ այցելեր մասնաճյուղեր, կտեսներ, որ այդ աղյուսները շատ լավ իրենց արդարացնում են։ Ուրեմն այդ ֆրանսիացի մասնագետները, հայ մասնագետները բան չգիտեն։ Տիկին Թելունցը, որը գլխավոր ֆոնդապահը, գիտի, եւ նա ասում է, այդ ծրագիրը վերջացել է։ Իսկ նա հարցրել է ֆրանսիական կողմից։ Բա ինչու եք թողել, որ վերջանա։ Նախ այդ ծրագիրը ես գիտեմ, որ մեծ ցանկություն կա ֆրանսիական կողմից շարունակելու, հա, որովհետեւ իմ հետ են նաեւ խոսել, իմ խորհուրդներ են փորձել հասկանալ, բա ինչու եք գումարները կա այդ ծրագրի, բա ինչու եք այդպես անում, բա ինչու չիրագործեցիք այդ ծրագիրը, ինչու թողեցիք, որ վերջանա։ Բարդեր այդ աղյուսները պետքա մոտ 500 հատ արտադրեինք եւ սկսեինք գործին, խառաչոները առած էր, լիքը բան արած էր եւ այլն եւ այլն։ Այսինքն սա եւս ոչ պրոֆեսիոնալ դիտարկում է, որը իրեն թույլ է տալիս տնօրենի պաշտոնը, պաշտոնակատարը անել միջազգային չափազանց կարևոր ծրագրի վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ դիտարկումներ, չափազանց կարևոր մեր բարեկամ երկրի հետ ուրեմն իրականացվող ծրագրի շրջանակներում, թող սա նաև տեսնեն իր վերադասները եւ դրանից հետևություններ անեն։ Պարոն Բադալյան, երեկվա ձեր գրառման մեջ մի հետաքրքիր նախադասություն եք գրել, մեջբերեմ, ամեն ինչ անելու եմ, որ մասոնական օթյակի կամ տամպլիերների միաբանության անդամը Էրեբունի թանգարանի տնօրեն չդառնա։ Այս տողերի տակ ինչ կարելի է հասկանալ, պարոն Բադալյան։ Այդ տողերի շուրջ կարելի է հասկանալ այն, որ ուրեմն Էրեբունի թանգարանի տնօրենը ցանկանում է զբաղեցնել մի անձ, ով այսօր որքան ես գիտեմ, ըստ օդում կախված լուրերի շատ սերտ հարաբերություններ է հաստատել նույն Անահիտ Թելունցի հետ, եւ որքան ինձ է հայտնի, նաեւ էլի ըստ օդում կախված լուրերի, Տիկին Անահիտ Թելունցը տարբեր ուրեմն ամեն կերպ ինչ որ բաներ է անում, որ այդ անձը անընդհատ երևա թանգարանում, խոսքը վերաբերվում է իմ գործընկեր Արտավազդ Զաքյանի մասին։ Ես հարգանքով եմ վերաբերվում Արտավազդին, իրար հետ աշխատել ենք, բայց Արտավազդը ինքը մասոնական օթյակի անդամ է, ինքն էլ է ինձ դրա մասին ասել, տամպլիերների այդ միաբանության անդամ է, դա երևի իր շրջապատում բոլորը գիտեն, օրինակ եւ ես չէի ուզենա, որ մասոնական օթյակի անդամը լիներ Էրեբունի թանգարանի տնօրեն։ Օրինակ ինչ վտանգ։ Հետո Արտավազդը օրինակ երկար ժամանակ աշխատել է տարբեր տեղերում, կարծես բարձր պաշտոնները առաջի հայացքից զբաղեցրել, եղել է օրինակ Մեծամորի թանգարանի, ուրեմն վարիչը, պոակի պահպանության ծառայության, նույն այդ պահպանության ամենակարևոր պոակներից մեկն է հուշարձանների վերաբերյալ փոխտնօրենը եւ դուրս է եկել։ Հիմա պետք է նաև հարցնել, օրինակ, ո՞րն է պատճառը եղել, որ նա տարբեր տեղեր աշխատելուց անընդհատ դուրս է եկել։ Հա, այս շատ կարևոր է։ Օրինակ, ես ինչ-որ բաներ լսել եմ, բայց չեմ ուզում դրա մասին մեկնաբանեմ, բայց օրինակ ինձ որպես հայի, ինձ էլ են օրինակ առաջարկել տարբեր տենց կազմակերպությունների մեջ մտնել, ես մերժել եմ։ Ես երբ որ 2019 թվականին դարձել եմ տնօրեն, ինձ ուրեմն մասոնական օթյակներից մեկը իմ հետ կապնվեց եւ նրանք ինձ խնդրեցին, որ Էրեբունի ամրոցում այսպես ասած ծես իրականացնեն, քանի որ չեմ տես ճշտել, տաճարի մոտ ինչ որ ծես իրականացնեն, քանի որ իրենց այսպես մեծ վարպետը կամ վարպետի մահվան տարելիցներ եւ նրանք ասում էին, որ մենք ուզում ենք խաղաղ ծես իրականացնենք։ Ի պատիվ այդ մարդկանց, երբ որ ես իրենց հետ խոսում եմ, ես կարողացա իրենց բացատրել, որ Էրեբունին այն տեղը չի, որ պետքա այդ ծեսը իրականացվի եւ նրանք շատ քաղաքակիրթ ձևով դրանից հետո չշարունակեցին։ Իսկ դուք հետաքրքրվեցիք, թե ինչու էին հատկապես ուզում հենց Էրեբունի արգելոցում անցկացնել այդ Էրեբունին, քանի որ ինքը միստիկ տեղ է, ինքը պատմական տեղ է, կարևոր տեղ է, պատահական տեղ չի, մեծ էներգետիկա ունի,
տաճար ունի, տաճարներ ունի այնտեղ։ Հիմա ես օրինակ չեմ կարող օրինակ երաշխավորել, որ վաղը մյուս օր կարող է նույն Էրեբունում էլի նման ինչ-որ ծես ուզենան անեն, այն ժամանակ օրինակ ես էի տնօրենը, ես շատ նորմալ բանակցելով ու ի պատիվ այդ մարդկանց ում հետ որ ես խոսում էի, նրանք հասկացան, որ դա պետք չի։ Բայց ինչ իմանանք, վաղը մյուս օր ինչ է լինելու։ Հա ես չեմ ուզում, որ մեր թանգարանի տնօրենը լինի մասոնական օթյակի անդամ։ Ես դա իմ անձնական կարծիքն է։ Կարող են լինել մարդիկ, որ դեմ լինեն։ Ես չեմ ուզում, որ դա լինի տամպլիերների միաբանության անդամ։ Ինչքան գիտեմ, դա կա։ Ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, եւ ես շատ կուզենամ, որ այլ մարդ լինի։ Բացի այդ, ուրեմն մի շատ հետաքրքիր բան էլ կա, ուրեմն Տիկին Թելունցը երեք ասում էր, որ ինքը տենց ոնց որ լավ տեղյակ չի, հա, կարծես մրցույթի, որ ապրիլին մրցույթ ա եղել արդյունքներից, այդ մրցույթներին դիմել է Երևանի քաղաքապետարանի ուրեմն մրցույթին հայտարարած, նույն այդ Արտավազդ Զաքյանը մեր գործընկեր, ուրեմն թող վատ չընդունի, ես իմ կարծիքն եմ ասում, ես իրավունք ունեմ իմ կարծիքը ասեմ, հիմա կարող է Արտավազդ Զաքյանն էլ ինչ-որ բաներով ինձ դեմ լինի, եւ նա չի անցել, չի հաղթահարել փուլը եւ նաեւ ուրեմն բայց ինչն է հետաքրքիր, որ ըստ օդում կախված լուրերի Արտավազդ Զաքյանը վերջերս պարբերաբար գալիս է Էրեբունի թանգարան։ Իսկապես, այսինքն դեռ չեն դրված, իրեն զգում է տանտիրոջ կարող են երևի, եթե վերջի ժամանակվա կամերաները կան, եթե մնացել են, չգիտեմ, եւ այլն, կամ գուցե եթե մեկը փորձի խաբել, այդ թանգարանում բազմաթիվ մարդիկ են աշխատում, գոնե իրանց խղճի մոտ բոլորը գիտեն, որն է ճշմարտությունը, որը չի ճշմարտությունը, եւ օրինակ, եթե Արտավազդ Զաքյանը պատրաստվում է մյուս մրցույթին մասնակցել, իմ անձնական դիտարկմամբ, այստեղ որոշակի նա ուրեմն ինչ որ բանա մրցակցային ինչ որ անհավասարություն է դուրս գալիս, որովհետև ինքը պարբերաբար ինչ որ գալիս է թանգարան, թանգարանային գիշերվա օրը կա վիդեո, որ նա ինչ որ կրթական ծրագիր է անում։ Մի կողմ թողնենք, որ ոնց որ թե իր այդ ուրարտերեն, որ փորձում է ինչ որ մեկնաբանություններ անել գիտական տեսանկյունից, այդքան էլ ճշգրիտ չեն, եթե ուզենա կարամ իր հետ հանդիպեմ եւ բացատրեմ, թե ինչու այդքան էլ ճշգրիտ չեն, հա, ի վերջո իրանից ինձ թվում է շատ հոդվածներ եւ հեղինակություն ունեմ ուրարտագիտության մեջ, թեպետ ժամանակին նա էլ էր փորձում ուրարտագետ դառնալ, հետո չգիտեմ, հիմա իրան ուրարտագետ համարում է, թե չի համարում, բայց շատ կարևոր է աշխարհի գիտական կարծիքը եւ պետք է հասկանալ, թե նա վերջի ժամանակաշրջանում քանի միջազգային գիտաժողովի մասնակցել, քանի հրապարակում ունի, ընդհանրապես մի հատ տեքստ տանք ուրարտերեն տեսնենք, կարա կարդա, հետո բացատրի, թե այն ինչ որ ինքը ասում էր այդ թանգարանային գիշերի վիդեոյի մեջ, որ ես տեսա, իմ համար նու այդքան էլ տենց մեջը շատ վիճահարույց պահեր կան, դա իմ անձնական կարծիքն եմ ասում, բայց այստեղ որքան ես գիտեմ, ուրեմն տվյալ անձը բավական ջերմ հարաբերությունների մեջ է Անահիտ Թելունցի հետ եւ նա չէր կարող Էրեբունի թանգարան պարբերաբար այցելել առանց Անահիտ Թելունցի գիտության։ Այսինքն ես չեմ ուզում, որ դա իմ կարծիքն է, կարող է մեկը լիներ օրինակ իմ ընկերը եւ լիներ նման օթյակի անդամ, եւ ինչ եմ ասում, որովհետեւ Արտավազդն է ժամանակին մի օր նստած մի հատ առիթի ենք, ես քանի որ գիտեի, որ ինքը արդեն մտել է մասոնական օթյակի մեջ, իրեն հարցրեցի, գիտեի, որ միջև այդ տամպլիերների միաբանության անդամ է, ուրեմն իրեն հարցրեցի, որ դու մասոն ես, չի, ասեց, այո, մասոն եմ, բայց ավել բան չեմ կարող ասել, դա ինքը ինձ է ասել, եւ ես գոնե ինքս ինձ հավատում եմ։ Այսինքն մենք կանգնած ենք մի իրականության առջև, պարոն Բադալյան, որ մասոնները կարող են գրավել Էրեբունի թանգարանը։ Այստեղ պետք չի տենց բան անել, հիմա կարող է օրինակ մասոններ լինեն, նորմալ լիքը մարդիկ լինեն, պետությանն էլ լիքը օգուտ կա։ Մեծ հաշվով մասոնների գաղափարախոսությունը ինտերնացիոնալիզմն է, բայց պարոն հիմա Բադալյան։ տեսեք, ես օրինակ չեմ ուզի, որ մեկ է մարդ ես կարող է նույն ամրոցում ինչ որ ծեսեր լինեն, ինչ որ բաներ լինեն, ի վերջո Էրեբունին Կարմիր Բլուրը կամ Շենգավիթը դրանք պատահական տեղեր չեն, դրանք մեր ինքնության
հետ շահկապված, էներգետիկ, կարևորագույն վայրեր են։ Նույնիսկ սրբավայրեր կարելի է համարել։ Այո, եւ այս պարագայում ես ուզում եմ փակենք այս մասը իմ տեսակետը եւ նաեւ հորդորել Երևանի քաղաքապետարանին, որ เป զի պահեն մրցակցային ուրեմն հավասարությունը, որովհետեւ եթե մրցույթ է լինում, հա, մեկը չգնա անընդհատ այդ թանգարան, չգիտեմ, այդպես Երևա կամ բանանի, հա, հարցը ինչ գործ ունի այդ մարդը թանգարանում անընդհատ։ Հա կամ որտեղ է մտել, օրինակ հարցը ինչ սենյակներ են մտել այդ թանգարանի եւ այլն։ Այդ հարցերը, որոնց պատասխանները պետքա տրվի, այդ թվում նաեւ նույն Անահիտ Թելունցի կողմից։ Եվ նաեւ մի հատ բան եմ ուզում զգուշացնեմ։ Ես ցավոք շատ հաճախ ինձ տեղեկատվություն տալիս են ոչ թե թանգարանից, որովհետեւ ես խուսափում եմ թանգարանի մեր աշխատակիցների հետ խոսել, որովհետեւ իրենք այսպես հարվածի տակ են հայտնվում։ Ես ուզում եմ ուղղակի զգուշացնել, հանկարծ մեկը չփորձվի թանգարանի աշխատակիցներին թիրախավորել, ինչ որ բաներ ման գալ, հա, այ դուք ինչ որ ինֆորմացիա եք տալ, ինչ որ ինֆորմացիա չի տալի, գնացեք ձեր քաղաքապետարանում ու ձեր կողքերը ման եկեք, այնքան մարդ կա, որ այդքան էլ ձեզ այդքան ձեր հետ համահունչ չի եւ ուզում են, որ արդարությունը վերականգնվի։ Ես շատ լավ գիտեմ նույն այդ process-ները ոնց են եղել, ում են առաջադրել սկզբից, ովքեր են դրա մեջ ներգրաված եղել, էլի լիքը բաներ, ովքեր են նաեւ այս ամբողջ այս բանի մեջ նաեւ ոչ քաղաքապետանի, ցավոք այս ամբողջի մեջ նաեւ կան մարդիկ, որոնք շատ մոտ են կանգնած մեզ։ Մի օր կգա իրանց մասին էլ առանձին կխոսանք եւ ուղղակի իմ հորդորը հանգիստ լինել եւ մարդկանց հանգարց չփորձել ինչ որ ձևով վնասել, որովհետեւ դրա համար եւս իրենք պատասխան են տալու։ Ես չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, բայց ես ձեր հետ կուզենայի տարբեր էլի բաների մասին խոսալ, որովհետեւ նստել նայել եմ ժամանակս, պատկերացրեք, պետքա գիրքս գրեի, նստել եմ այս ամբողջ բաներն եմ նայել եւ հիմա ուրեմն մի քանի բան էլի ուզում եմ խոսեմ, օրինակ որմնանկարներից որ խոսում է եւ ուրեմն ինչա որմնանկարը, որմը նշանակում է պատ եւ նկար, պատի վրա արված նկար։ Այդ որմնանկարը կարող արված լինի եւ урարտական ժամանակաշրջանում եւ մեր օրերում, դա որմնանկար է կամ կապ չունի, դա սովետական ժամանակաշրջանում է, ուրեմն վերականգնված տարբերակով թե չէ, փաստ է, որ Էրեբունին ունի հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի կարգավիճակ, որը ունի իր ենթահուշարձանները։ Լավ կլինի մի հատ ուսումնասիրեն, որոնք են այդ ենթահուշարձանները։ Եվ փաստ է, որ մենք ունենք այսօր հուշարձանը Էրեբունին այնպիսին, ինչպիսին որ կա։ Նաև խորհրդային ժամանակաշրջանի արված որմնանկարների վերակազմություններով։ Այսինքն դրանք կազմում են հուշարձանի մասը։ Եվ Տիկին Թելունցը ոնց որ այդքան էլ լավ պատկերացում չունի այդ մասին, որ նրանք կազմում են այդ հուշարձանի մասը։ Եվ եթե այնտեղ խզբզած է, այնտեղ վանդալիզմի հետքեր է, այնտեղ պատեր են ճաքում, ընդ որում այդ մասին մենք բարձրաձայնել ենք, խնդրել ենք նախարարությանը, եկել է համապատասխան հանձնաժողովը, դա նույնիսկ հմեկով կա ցուցադրված։ Ցավոք քաղաքապետարանից այն ժամանակ ոչ մեկ չի եկել եւ մանրամասն քննարկվել են այն լուծումները, որոնց մենք պետքա գայինք, որ այդ ամենը վերացնենք։ Ասեմ դրա համար շատ մեծ գումարներ չի պահանջվում։ Հիմա կարող է օրինակ Երևանի քաղաքապետարանը չունի այդ գումարները, բայց օրինակ եթե հիմա իրանք գումար չունեն, օրինակ նախընտրում են Էրեբունին, Կարմիր Բլուրի վրա, ասենք իրանց չի հետաքրքրում Էրեբունին, Կարմիր Բլուրը կամ Շենգավիթը, բայց ես կարծում եմ, որ այս ամենը նաև սթափեցնում է եւ նաև սրանից հետո նաև ուզեն թե չուզեն ուշադրություն են հրավիրելու, բայց եթե գումար չունեն, գուցե մենք ինչ-որ դրամա հավաքներ անենք, հա, ինչ-որ բաներ անենք, փորձենք աջակցել այս դրան, ինչ-որ մեր ձևով փոքրիկ լուման, օրինակ այդպես մենք շատ լավ հաջողության հասանք եւ Շինախպի ծրագիրը դրա մեկնարկով տրվեց եւ մենք ունեցանք ֆանտաստիկ ուրեմն հաջողության։ Հիմա այդ որմնանկարները, եւս այդ հուշարձանի մասն են կազմում։ Դրանք որմնանկար են, խորհրդային ժամանակի վերակազմություն են,
թե ոչ, դրանք որմնանկար են։ Եվ ելի այստեղ լավ կլինի, որ մարդիկ իրենց զերծ մնան որոշակի մեկնաբանություններ անելուց, ինչպես ուրեմն ձեզ տվել էին որմնանկարների մասին ժամանակին տեղեկատվություն, նշելով, թե միայն որմնանկարները պահվում են Էրեբունի թանգարանում, միայն չիմանալով, որ այդ որմնանկարների իրական բեկորներ նաև կան Հայաստանի պատմության թանգարանում, Երևան քաղաքի պատմության թանգարանում եւ մի ահռելի հավաքածու Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում։ Եվ մենք շատ մեծ քայլեր ենք արել այդ իրական որմնանկարների վերականգնման համար, Պուշկինի թանգարանի եւ Ռուսաստանի ռեստավրացիոն պետական ինստիտուտի հետ կնքվել էին համապատասխան պայմանագրեր, ամեն տարի մեզ մոտ գալիս էին մասնագետներ, այդ իրական որմնանկարները կատաստրոֆիկ վիճակում էին գտնվում, բա տիկին Թելունցը այդքան տարի ֆոնդապահ է եղել։ Ես էլ եղել եմ Էրեբունու թանգարանի աշխատակից, միջև նաև իմ տնօրեն լինելը, բա միշտ նախկին տնօրենի մոտ նիստեր էր լինում, ամեն երեքշաբթի օրը ժամը 12-ին, եթե չեմ սա, բա մի անգամ թող այդ որմնանկարների մասին բարձրաձայներ։ Եվ նաև ասեմ, որ նաև այնտեղ Էրեբունում կային իհարկե ցավոք բազմաթիվ տասնյակից ավել որմնանկարներ, որոնք տիկին Թելունցը չէր գրանցել խորհրդային ժամանակաշրջանից, եւ ես եմ հորդորել, որ դրանք պարտադիր պետք է գրանցվեն, գուցե դրա համար եմ վատը, չգիտեմ։ Ու այդ որմնանկարները նաև սնկային հիվանդություն ունեն, մասնագետները կհասկանան ինչա խոսքը, այ դրանց մասին է պետք խոսել։ Իսկ ով է արել, որ այդ որմնանկարների գոնե մի քանիսը վերականգնվել են, այդ որմնանկարների ցուցադրվել են միջազգային ցուցադրությունում։ Այդ իմ նիշնա, թե տիկին Թելունցի նիշնա, իհարկե իմ նիշնա։ Տիկին Թելունցի նիշը այն է, որ իր կառավարման ժամանակ այդ ծրագրերը դադարել են, այսօր չեն գործում։ Այսօր Պուշկինի թանգարանից մարդիկ չեն գալիս, որ ամեն տարի գալիս էին, որպեսզի վերականգնեն այդ որմնանկարները։ Բայց երեք ճիշտ հակառակն էր պնդում պարոն Բադալյան, այդպես համարձակ կերպով տիկին Թելունցը ի պատասխան հարցադրման, երբ հետաքրքրվեցի արդյոք ասեցված են միջազգով, ասեց ոչ, շարունակվում են այդպես։ Բա թող ցույց տա, եթե իր համար միջազգային համագործակցությունը Էրմիտաժի հետ համագործակցությունն է, որով նաև կար պայմանագիր, որ այդ անկյունը կարող է շարունակվել ամեն տարի երկարաձգվել, հա, ասվել է երկարաձգվել են, դա մեծ պատիվ է Էրեբունու համար։ Նորից մենք շատ շնորհակալ ենք Միխայել Բյատրովսկուն, որ համաձայնվել է, որպեսզի այդ անկյունը շարունակվի։ Խոսում է էսքիզի մասին։ Ինքը գոնե գիտի, որտեղ պետքա լիներ այդ անկյունը, գոնե գիտի դրա գաղափարները, ինչպիսին պետք է լիներ այդ անկյունը։ Հա մի հատ զանգեք հարցրեք։ Զանգեք հարցրեք, ասեք ցույց տուր այդ էսքիզը։ Եթե արագ ինչ-որ բան չնկարեն այդ ընթացքում ցույց տան։ Այսինքն այդ միջազգային համագործակցությունը ո՞րն է, բա թող սոցիալական ցանցերով ցույց տային, ում հետ են համագործակցել վերջի 1 տարում։ Ասում ենք ֆրանսիական ծրագիրը, ասում աղյուսները բանի պետք չեն։ Մարդիկ կան, ինձ գրել են, ասում են, էս լուրջ է, ասում եմ, այո, լուրջ է, ցավոք, այսպիսի բան է ասվում։ Պեղումները հնա հայկական կողմի արշավախմբի ղեկավարը ասում է, քանի որ Էրեբունում չի աշխատում, իրան գումար չենք կարող տալ։ Պայմանագիր չեն կարող։ Իր հետ պայմանագիր չեն կարող կնքել։ Լավ, գոնե թող իրավաբանների հետ խորհրդակցեր։ Մի հատ, բա այս մարդը, պատկերացրեք, մի հատ Լուվրից մարդ եկա, ո՞նց է նստելու իր դեմ սեղանին ու բանակցի։ Չեմ խոսում, թե ինչ լեզվով է բանակցելու։ Բա իմ նիշը այն էր, որ ես այդ մարդկանց հետ հավասարը հավասարին, ընկերաբար բանակցում էի, մեզ շատ լավ ընդունում էին, մեզ շատ լավ պատվում էին, մենք կարողանում ենք միաժամանակ ուրեմն ռուսական առաջատար, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ուրեմն բրիտանական թանգարանների հետ համագործակցել։ Իմ նիշը այդ ա եղել, տիկին Թելունց, իմ նիշի հետ դուք գործ չունեք։ Դուք ձեր արասների մասին մտածեք։ Ես ինչ արել եմ, ես պատասխան եմ տալու իմ խղճի առաջ։ Գնացեք մտեք ձեր ֆոնդը, նայեք այդ էլեկտրոնային համակարգը, որ տարիներով դուք ինչ պայմաններում եք աշխատում այդ ֆոնդում,
հասկացեք իմ նիշը որն է եղել։ Գնացեք ռեստավրացիոն լաբորատորիա, այդ վերանորոգված սիրուն լաբորատորիան տեսեք, հասկացեք իմ նիշը որն է եղել։ Գնացեք Շենգավիթի հյուղակը տեսեք իմ նիշը որն է եղել։ Այդքան կրթական ծրագրերը, այդքան շնորհակալությունները Էրեբունուն։ Այդ է եղել մեր նիշը։ Թող տիկին Թելունցը հանդիպի մի անգամ Լուվրի տնօրենին։ Թող գնա մի օր հանդիպի Էրմիտաժի տնօրենին, տենամ կարա ինքը սենց դեմ առ դեմ խոսա, ես ցավով եմ այս ամենը ասում, որովհետև այդ կարմիր գծերը անցել են իրանք։ Ես ձեր մոտ կարմիր գիծ չէի անցել։ Ու եթե դու չգիտես մի բան, մի խոսա դրա մասին, դա ուղակի այդ որ ասում է, ես տենց ասում են, որ ես իրանց աչքի առաջվա երեխան եմ եղել, տեղ ամոթ բան չկա, այո, ես մեծացել եմ այդ թանգարանում, այդ իմ տունն է, ես ընդեղ լինեմ, թե չլինեմ, ու ես ասում եմ, ես մի օր վերադառնալու եմ այնտեղ, պարտադիր չի տնօրենի կարգավիճակով, ես հիմա չեմ ուզում ինչքան իրանք փորձեն բան անեն, այս պահին չեմ ուզում տնօրեն լինեմ, բայց կյանքը շատ, գիտեք, հետաքրքիր անակնկալներ է սիրում, այդ թանգարանում շատ շատերը լավ գիտեն, որ ես ինչ ասում եմ, իրականացնում եմ։ Ժամանակին ես ասում եմ, որ ես պետքա հայկական տարազով ամուսնանամ աղթամար կղզում։ Լիքը մարդ ծիծաղում էր։ Ասում էին ոնց ես անելու, մանավանդ այդ ժամանակ ծանր այդտեղ վիճակ էր, բախումներ էր գնացել եւ ամուսնացա, չէ՞։ Աղթամար կղզում հայկական տարազով։ Իհարկե։ Ժամանակին ես նույն տեխնիկին Թելունցը լավ հիշում ա տարիներ առաջ ասում էի, որ ես պետքա դառնամ Էրեբունու տնօրեն, որպեսզի մենք փոխենք այստեղ։ Իրանք էլ ասում են երբ է գալու այդ օրը, այդ թվում նաև տիկին Թելունցը։ Դարձա։ Այսինքն Էրեբունի թանգարան վերադառնալու։ Ասում էի, որ Էրեբունին Կարմիր Բլուրը Բիայնական դամբարանը պետքա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկ մտնեն։ Մտեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք, տեսեք այնտեղ դրված է այդ հուշարձանների մասին։ Եղավ, իհարկե այդտեղ շատ մեծ ներդրումներ ունեն ԱԳՆ-ն, ԿԳՄՍ-ն եւ այլն, ես եղել եմ համակարգողը ընդամենը։ Ասում էի Կարմիր Բլուրը շինաղբից մաքրվելու է։ Ծիծաղում էին լիքը մարդիկ, ասում էին այս երիտասարդը կանգնել է, մաքրվեց։ Այդ է իմ նիշը, տիկին Թելունց։ Ու դուք պետքա հասկանաք ու նաև թանգարանի խոսում են աշխատավարձի մասին, այդ աշխատավարձը ամենայն հավանականությամբ, չգիտեմ կբարձրացնեն թե չէ, այդ մեր այդքան բարձրաձայնումներից հետո, որ կա այդքան խնդիր աշխատավարձի, խայտառակ երևի հասկացել են, որ անընդհատ թիրախավորվում են, որովհետև ամոթ է, որ թանգարանի աշխատակիցները 68000 դրամ փող են ստանում։ Մեծ ամոթ է։ Բա ինչի չեն խոսում դրա մասին։ Կամ ասում է, որ քաղաքապետն է եկել, որ այստեղ, երբ որ դուք հարցնում եք Տիգրան Ավինյանը երբ է եկել, ասում է, դե չէ, չի եկել, չեմ հիշում, բայց որ մեկն է եկել, հետո թվում է քաղաքապետերի անուններ, բայց օրինակ չի հիշում, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2 անգամ այցելել է Էրեբունի։ Այդ թվում նաև Աղյուսի ծրագրի համար։ Այդ թվում ասում էր, որ սա ինչքան կարևոր ծրագիր է մեզ համար, Հայաստանի համար։ Այն աստիճան, որ հետո բոլոր մեր ֆրանսիացի գործընկերներին հրավիրեց իր մոտ իր աշխատասենյակ, որտեղ էլի քննարկում եղավ, թե ինչպես զարգացնենք այդ աստիճանը։ Բա չի հիշում, որ քաղաքապետ կար, որ այցելում էր, ասում է, թող չայցելեն, բայց օգուտ տան։ Դուք հասկանում եք, ինչի մասին ենք մենք խոսում։ Այսինքն ոնց կարող է վերադասը չայցելի մի հատ տեսնի, թե ինչ է կատարվում իր թանգարանում, իր մասնաճյուղերում, ինչի կարիք չունենան, բա որ չայցելի։ Ինչպես է իմանալու իրավիճակը։ Բա որ երեք ավականիները չայցելեին։ Ով էր իմանալու այդ խայտառակ իրավիճակի մասին։ Բա այդքան խոսում ենք, որ նման վիճակում է գտնվում, երևի ասում են, դե չափազանցնում է։ Երեք բոլորը տեսան։ Այդ բոլորը տեսան, չէ՞, դուք գնացիք Կարմիր Բլուր, տեսաք ինչ վիճակում է Էրեբունին, բա դու ունենաս, ընդ որում այդ ցուցադրությունը ես եմ արել այդ փոքրիկ ցուցադրությունը։
ասացի գոնե բերենք փոքրիկ ցուցադրություն անենք, որ այցելուները գան մի բան տեսնեն։ Հիմա բա դու ունենաս փոքրիկ ցուցադրություն, այսինքն քո այսպես տուրիստներին, այցելուներին հրամցնելու, հա, արդեն շանսերը քչանում են այդ առումով, որովհետև դու չունես մեծ ցուցադրություն։ Եվ այստեղ մնում է քո համար ամրոցը, չէ՞, որպես կարևոր պրիորիտետ, հա։ Եվ այդ ամրոցը ալարեք մաքրեք, ունենալով այդ հնձող մեքենաները, գոնե իմ ժամանակ այդ սարքերը, որ արվել է, եթե բանվորը մեկ օրում 10 քառակուսի մաքրեր մի բանվորը, մի 15 օրում այդ ամենը կարելի էր մաքրել, գոնե ներևացող տեղերը, որ խայտառակ չլինեինք։ Այդ մասին նաև տարբեր մարդիկ են ինձ բարձրաձայնում ահազանգում։ Իմ ընկերներից մեկը զանգել է, ասում է Միքայել ջան, ասում է դու Անահիտ Թելունցին ճանաչում ես, ասում եմ այո։ Ասում է գիտես, ասում է մենք ընկերս տղայի հետ գնացել է թանգարանի ցուցադրություն։ Եվ Անահիտ ասում է մի հատ կին ցուցադրությունում հեռախոսը դրած ականջին բարձր խոսում էր։ Այդ որ ձեզ ասում էին լռեք, պետք չի ցուցադրությունը, ասում է երբ որ այդ տղան ասելա չի կարելի ցուցադրությունը մենք այստեղ վճարել ենք տենալու, ասել են որ սա Անահիտ Թելունցն է։ Դու գիտեք որ նա Անահիտ Թելունցն է, եւ չեմ ուզում էլ մանրամասների բան ասեմ։ Ասում եմ ինչ կասես, ասում եմ ես միայն ներողություն կխնդրեմ քեզ, որ Էրեբունում քո հետ նման դեպք է իրականացել։ Այստեղ են նշաձողերի, ուրեմն նիշերի տարբերությունը, թող մեր նիշերը ես շատ մեծ ակնածանք ունեմ իր ընտանիքի նկատմամբ։ Եվ իմ համար շատ ցավալի է, որ այսօր ես խոսում եմ այս ամենի մասին։ Ուրեմն չգիտեմ ինչ ասեմ, բայց ես պատմություն ունեմ Երևանից Էրեբունի։ Այնտեղ շատ անկեղծ ձևով դա դրված է, կայքում գրված է, թե ես ինչպես եմ դարձել Էրեբունի թանգարան ու ինչ պայմաններում եմ դարձել։ Ոչ իմ պապան է եղել միլիոնատեր, ոչ իմ հոպարն է եղել միլիոնատեր կամ պաշտոնյա։ Ես ինքս իմ քրտինքով հասել եմ նրան, այդ իմ տունն է։ Ես փոքր ժամանակ, որ եկել եմ դեպի էքսկուրսիա, այդ վազել եմ դեպի այդ ամրոցը, դեպի թանգարանի շենքը։ Ուզեն, չուզեն, իրանք նույնիսկ եթե արգելեն ինձ այնտեղ մտնելու, մեկը Էրեբունին իմ մեջ է։ Դա իմ մասն է, ես իմ երեխեքին ավելի քիչ եմ տեսել իմ կառավարման օրոք, քան Էրեբունի թանգարանը։ Իմ կինս ինձ ասում էր կլինի գաս տուն ու Էրեբունու մասին չխոսած։ Մի օր տուն էի գնացել ու տենց ուրիշ բաների մասին էի խոսում, ասաց այս բան է եղել։ Ասում եմ չէ, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ Էրեբունու մասին չես խոսում, որտեվ ամեն օր գործից գալիս ես էլի Էրեբունի, էլի զանգում ես քո այս նվիրումով, այս բանով մի քիչ էլ մեկ-մեկ երեխեքի վրա ուշադրություն դարձրա։ Այդ այնց խենթի պես ես սիրում եմ Էրեբունին։ Ու իրանք չեն կարողանալու Էրեբունին խլեն մեզանից։ Ես ուղղակի տեսեք Տիկին Թելունցը գնալու է իր գործին, գալու է ուրիշ տնօրեն։ Այս ամենը մի օր մենք մարդ ենք, իրար տենալու ենք, շփվելու ենք։ Այս ամենը ֆիքսվեց։ Այս ամենը փաստվեց։ Աստված մեծ է, Աստված տեսնում է, ով եթե ես եմ վատ բան արել Էրեբունում, թող Աստված ինձ պատժի։ Եթե ուրիշն է արել, թող Աստված ողորմա իրեն։ Եվ տեսեք ինչու է նաև այս ամենը լինում, հա։ Տեսեք ես հատուկ բաներ եմ առանձնացրել եւ բերել եմ, որպեսզի մենք հասկանանք, նաև թույլ տակ հեռախոսս էլ հանեմ։ Ուրեմն ինչից էս նաև ամենը սկսվեց, որ ես իմ տնօրինությունից հետո ժամանակավոր պաշտոնակատար չնշանակվեցի, բայց մենք պետքա իրականացնեինք ծրագրեր։ Այդ Տիկին Թելունց ասում է, այ ասում է քանդեցին թանգարանը։ Եվ ուր է քանդե, այ եթե չքանդեին,
Այդպես չէր լինի, կլիներ մշտական ցուցադրությունը։ Տիկին Ցելունցը եւի լավ չգիտի, որ մենք արդեն գրաֆիկից այնքան ենք շեղվել, որովհետեւ նամակ էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի նրանք ուղարկեն այդ նամակը ԿԳՄՍ նախարարություն, շուտ, շատ շուտ, դրանից ամիսներ առաջ, որ թույլ տային ապա մոնտաժեինք եւ սկսեինք գործընթացը եւ Լուվրը եւ մեր ֆրանսիացի գործընկերները ասում էին եղբայրներ ջան, ուղղակի այսպես չի լինի, մենք գրաֆիկից ահավոր ուշանում ենք, եկեք քայլեր անենք, պետքա քայլեր անել, որ ծրագիրը գործի։ Եվ նաեւ այդ ապա մոնտաժումը նաեւ նրա համար էր, որ պետք էր գար տրամաբանական հուլիս ամսին վերջանում էր սցենոգրաֆիայի ծրագիրը եւ դրվում էր մրցույթը, մինչեւ տարվա վերջ, լավ գոնե մյուս տարվա սկիզբ մենք ունենում էինք մի գեղեցիկ հրաշալի թանգարան։ Տեսնենք տիկին Թելունցը ինչպես է իրականացնելու այդ թանգարանը, չնայած ինքը դժվար տնօրեն լինի եւ մեր Էրեբունի թանգարանի աշխատակիցներին էլ այն սրտացավ աշխատակիցներին։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ մի օր տիկին Թելունցն չի լինելու տնօրեն, գալու են ուրիշ տնօրեններ, հետո ուրիշ տնօրեններ, բայց մեր մարդկային հարաբերությունները մնալու են։ Ուղղակի ասեմ, որ այստեղ շատ կարեւոր է, որ ուրեմն այս ամենը նաեւ կապ ունի իմ կարծիքով 7-րդ դասարանի դասագրքի հետ։ Այսօր ամեն Էրեբունին չափազանց կարեւոր սիմվոլիկ, միստիկ, գաղափարական, ազգային պետական նշանակություն ունի մեր ինքնության եւ Երևանի համար։ Ուրեմն երեք նույնիսկ մի ադրբեջանցի ֆերմեր տեսա, որ բան է դրել, գրել է Երևան Ադրբեջանդր։ Արդեն հասել է դրան Երևանը, արդեն հասարակ ժողովրդի մոտ։ Մի ամբողջ ալիք է գործում Ադրբեջանում, որ ռոպագանդի այդ ամենի մասին։ Եվ ես ձեր մոտ բացատրել եմ։ Ինչով է կարևոր ու հիմա կհիմնավորեմ, ինչով է կարևոր ուրեմն Էրեբունին։ Հիմա տեսեք ինչ է գրում ադրբեջանական կարևորագույն ուրեմն լրահոսերից մեկը, պետքա ռուսերեն կարդամ, հետո հայերեն բաները կկարդամ, որ մեր դիտողներին հասնի։ Ուղղակի մի մասն եմ կարդում։ Ուրեմն возраст Еревана 500 лет. Опровергает измышления армян, которые бы безосновательно провозгласили в 782 году до нашей эры годом образования города. Удревление Еревана было необходимо армянам по нескольким причинам. Во-первых, им не давало покоя то, что в 1958 году Грузия отметила 1500-летие Тифлиса. Во-вторых, необходимо было найти свою арменизированную базу для этимологии слова «Эреван» или «Иреван». Армяне решили в политических целях использовать находку советских археологов. В начале 50-х годов на окраине Еревана была раскопана плита с клинописью. На ней были 3 клинописных знака РБН. В древности гласных букв не было. Սա իհարկե կատաստրոֆիկ խեղաթյուրում է, ինչին մենք անդրադառնանք, и высечено 782 год до нашей эры, когда дата основания города царем Урарту Аргишты I. Хотя со времени раскопок прошли почти 8 лет, именно в 1958 году, то есть сразу после празднования юбилея древнего Тбилиси, армяне сообщили, что клинопись полностью расшифрована и установлено, что город назывался Эребуни. По сути, они домыслили желательные для них гласные, и получилось слово, якобы раскрывающее этимологическую связь слова «Ереван». Хотя в древней надписи не было четко указано географического расположения города РБН,
армянские фальсификаторы посчитали эту находку достаточной для удревнения истории Еревана. Чисто армянской манере, манипулируя историей, с одной стороны, они сами признают, что нет доказательств значимого поселения на месте Еревана в период IV века до нашей эры по III век нашей эры. С другой стороны, исчисляют историю своей столицы по дате древней Урартийской крепости, из которой следует, что Ереван-Эребуни существовал за 29 лет до основания Рима. А ведь если Ереван действительно является быть частью древней армянской культуры, то это сохранилось бы в истории армянского народа, и армяне все эти 28 веков обязательно отмечали бы дату основания своего города. Отметим, что ЮНЕСКО до сих пор не признал базальтовый камень с клинописью доказательством существования древнейшего города Էրեբունի։ Կարճ ուրեմն այս կայքում պատմվում է, որ Երևանը Ռևան Ղուլի խանն է կառուցել եւ Երևան անունը Իռևան անունն է, որը գալիս է իբր ադրբեջանցի Ռևան Ղուլի խանի անունից եւ Երևանը ընդամենը 500 տարեկան է եւ մնացածը, որ Երևանը 2800 տարեկան է եւ այլն, դա հայ կեղծարարների, այսպես ասած կեղծարարների հորինացն է։ Նրանք բերում են ուղղակի կատաստրոֆիկ փաստեր, չիմանալով սեպագիր, դնում են ՌԲՆ, ուրեմն բաղաձայներ, իսկ սեպագիրը բաղաձայներ չունի, դա վանկային գրային համակարգ է եւ ՌԲՆ չի հնչում, այլ հնչում է Էրբունի, Իրբունի կամ Էրեբունի, Իրեբունի եւ այլն, այսինքն կատարալապես խեղաթյուրելով այս ամենը, իրենք մեզ կտրում են Էրեբունուց։ Ամեն ձև կտրում են Էրեբունուց, որովհետև եթե Էրեբունին կա, բնականաբար իրենք այստեղ որևէ շանս չունեն հոխորտալու եւ դուք լավ գիտեք, որ իրենք ասում են, որ անպայման բարձր պետական մակարդակով վերադառնալու են այստեղ, ապրելու են, հարցը թե որ վերադառնան մեզ ինչ են անելու այստեղ, հա, այդ շատ կարևոր է նաեւ գիտակցել, հա, եւ ամեն կերպ խեղաթյուրում են, որպեսզի ամեն կերպ մինիմալիզացնեն Երևանի դերը, նշանակությունը եւ ադրբեջանականացնեն, ինչպես Հայաստանն են ադրբեջանականացրել։ Բանը հասել է նրան, ասենք օրինակ, որ Լոռի Բերդի մասին խոսում են, որը Լոռու Բերդում է, Լոռվա մարզում է, ասում են այս գտածոն գտնվել է արևմտյան Ադրբեջանից, Հայաստանի Հանրապետության, ուրեմն Լոռի Բերդ հնավայրից։ Հիմա ուրեմն ինչ է հետաքրքիր, որ այս ամենը չգիտես ինչ կերպով շատ համահունչ է, ինչ որ քաղաքականության, որը ես տեսնում եմ նաև 7-րդ դասանի դասագրքում, ուրեմն 7-րդ դասարանի խայտառակ դասագրքի, որտեղ տեսնում եք Ուրարտուի քարտեզը, որտեղ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը չկա։ Նախիջևանը կա, բայց Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք Ուրարտուի քարտեզում չկա։ Հիմա մյուսը, այդ որ քանի որ պետքա փաստերով խոսալ, պետքա այս որ ուրեմն հայերի ուրեմն ծագման առաջի տեսությունը գրված է, որ հայերի ծագման եւ վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է։ Ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ եւ տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են Բալկաններից հայկական լեռնաշխարհ գաղթած փրուգիացի գաղութարարները։ Այսինքն, այս տեսությունը, որը վաղուց հերքվել է, եւ դասագրքի հեղինակը գիտի այդ աշխատության մասին, Լևոն եպիսկոպոսյանի եւ այլոց աշխատանքների մասին, այստեղ հարկ է համարել սա դնել առաջի տեսակետ, որ մենք Բալկաններից ըստ միտը առաջի տեսակետն է սա հայերի ծագման ու սևով այստեղ գրած բալկանյան տեսության համաձայն ու փրուգիացին էլի մքացրած, որ մենք փրուգիացի գաղութարարներ ենք գաղթած, այսինքն որ մենք այստեղ բնիկ չենք, որպեսզի նաև ըստ երևույթին լեգիտիմացնենք այն ուրիշ ոչ բնիկների գալը այստեղ, այսինքն բնիկ կարող է դառնան ադրբեջանցիները այստեղ։ Հիշենք, որ նույն այստեղ նաև Տիգրան Մեծի քարտեզում, երբ որ նշված էր
օրինակ Վրաստանը Վիրք Վրաստան, բայց աղվանքի տեղը նշված է Ադրբեջան։ Այսօր եկեղեցու մասին ենք խոսում, բազմաթիվ մեր եկեղեցու մասին խեղաթյուրող փաստեր էին այս 7-րդ դասարանի դասագրքում։ Եվ ես այն գիտնականներից մեկն էի, որը իմ պարտքը համարեց խոսել այս մասին, որովհետև այլ կերպ հնարավոր չէր։ Հիմա գանք մյուս կարևոր բանի մասին։ Ուրեմն ասում է Քրիստոսից առաջ 782 թվականին Արգիշտի զորքերն անցան Արաքս գետը, այս մեջ բերում եմ այդ գրքին։ Հաստատվեցին Սևանի ավազանում։ Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք ամրոցը։ Ուրիշ ոչ մի բան։ Նախ առաջինը այնպեսի տպավորություն է ստացվում, թե Էրեբունին Սևանի ավազանում է կառուցվել, երկրորդը ոչ մի տող, ոչ մի բառ Էրեբունու եւ Երևանի կապի մասին։ Հիմա ես թողնում եմ մարդկանց, բա ում է սա ձեռնտուն։ Ինչու են դասագրքի մեջ այսպիսի բան արել։ Չէ՞ որ մենք ամեն անգամ խոսում ենք Էրեբունի Երևանից, Երևան դարձած Էրեբունի, Տիգրան Ավինյանն էլ քաղաքապետ իր ձեռքը դնում է եւ երդվում Էրեբունի Երևանի սեպագիր արձանագրության վրա։ Հիմա մյուս բանն եմ կարդում դասագրքից։ Ուրեմն տեսեք, մահերի դրան մասին բան չի ասվում, բայց մենուա թագավորի ինչ որ հարեմի մասին է խոսվում։ Հարեմ էլի այդ իսլամական տերմինով, բայց կա հայերեն կանանի, կանանոց, այն ժամանակ դժվար էր հարեմ ասել։ Բայց տեսեք ինչա գրված էլի այս դասագրքում։ Ասենք այս ամենի մասին, այս կապերի մասին գրած չի Էրեբունի, Երևան եւ այլն, Հայաստանը Ուրարտուի քարտեզում չկա, բայց գրված է։ Չնայած Վանի թագավորությունից ունեցած մեր մի քանի 100 տարվա հեռավորությանը, նրա հետ ունենք ընդհանուր ժառանգության վրա հիմնված բազմաթիվ կապեր։ Հիմա տեսեք կապերը։ Թագավորության մասին հիշում են օրինակ անուններով, որոշ մարդիկ Վանի թագավորության արքաների անուններով են կոչում իրենց նորածիններին։ Խանութներ կամ ֆուտբոլային թիմ են անվանում Ուրարտու։ Մարդիկ պատրաստում են զարդեր եւ կենցաղային իրեր Վանի թագավորության դեկորատիվ կիրառական արվեստի եւ ճարտարապետության որոշ տարրերի կիրառմամբ։ Սա շատ հետաքրքիր է, իհարկե, բայց տեսեք, այն կարևոր կապերը թողած, այսինքն մարդը Էրեբունի Երևանի կապի մասին չի խոսում, բայց խոսում է խանութների եւ ֆուտբոլային թիմի մասին։ Հետևությունները թողնում եմ մեր դիտողներին, թե ինչու է Էրեբունին այս վիճակում։ Եվ ես ասում եմ Էրեբունին իմ համար իմ տունն է։ Թողեն, չթողեն, ես պայքարելու եմ Էրեբունի համար։ Դա մեր ինքնության կարևորագույն Էրեբունին, Թեշեբայինին, մեր ինքնության կարևորագույն ամրոցներն են։ Էրեբունին մեր ինքնության կարևոր ամրոցն է։ Ես ուզում եմ ուղակի կոչով դիմել բոլոր սրտացավ հայերին, բոլոր սրտացավ երևանցիներին, բոլոր մարդկանց, ովքեր իրանց մտավորական են անվանում։ Երևան քաղաքի սրտացավ ավականիներին, կապ չունի նրանք որ կուսակցությունից են։ Բոլոր արտիստներին, աչքի ընկնող մարդկանց, այն մարդկանց, ովքեր գիտեն, որ մենք կարևոր առաքելություն ունենք։ Կապ չունի մենք որ կուսակցությունից ենք։ Մենք բոլորս հայ ենք։ Ու նույն այդ Էրեբունին մեզ միավորում է, մեզ միաբանում է։ Մենք պետք է միաբան լինենք, որովհետև կարող է 2 տարի հետո այս ծրագիրը իրագործվի եւ հետո ինչ որ մարդիկ գան այստեղ մեզ թշնամի պետությունից, ասեն, որ իրանք են այստեղ բնիկ, որ իրանք Ռևան Ղուլի խանի ժառանգներն են, հետո մեզ ինչ որ մի հատ բան անեն, ու հետո մենք շատ զղջանք ասենք, ինչի մենք դա չկանխեցինք։ Հիմա դիմում եմ ավականու բոլոր սրտացավ անդամներին։ Դիմում եմ բոլոր սրտացավ հայերին։ Եկեք փրկենք Էրեբունին։ Էրեբունին մեր ինքնության կարևորագույն ամրոցն է։ Եթե Էրեբունին էլ մեզանից կտրեն, հետո չափազանց վատա լինելու մեզ համար։ Եկեք թողնենք բոլոր կուսակցական
չգիտեմ, մյուս ամբիցիաները եւ եկեք միավորվենք Էրեբունու գաղափարի շուրջ։ Եկեք սրտացավ լինենք մեր ժառանգության նկատմամբ։ Ու սա կարա նաեւ շատ հարցերով մեզ միավորի։ Կապ չունի մենք որ կուսակցությունից ենք։ Դիմում եմ նաեւ ԿՊ-ի քաղաքացիական պայմանագրի ուրեմն ավականու անդամներին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Եթե պարոն Ավինյան, եթե դուք ձեր ձեռքը դրել եք եւ երթվել եք Երևանի ծննդյան վկայականի, ուրեմն կամ դուք պետքա պարտավորեք պահպանել Էրեբունին։ Այն ժառանգությունը, որ մեզ հասել է։ Եթե դուք չեք անում, ուրեմն ձեր երթումը կեղծ է։ Եվ նաեւ ուզում եմ դիմել մեր հոգևոր հայրերին։ Թող Մայր Աթոռ այսօր ամեն կերպ փորձ է արվում մեր հավատքը հարվածի տակ դնել, որովհետև չարը անընդհատ գործում է։ Սա հոգևոր պայքար է։ Սա բարի ու եւ չարի պայքար է։ Այո, մեզ կարող են հալածել։ Շատ բաներ կարող է անել։ Դիմում եմ մեր հոգևոր հայրերին, մեր հոգևորականներին, թող աղոթեն, որպեսզի Էրեբունին փրկվի չարից եւ հանրահռչակվի։ Էրեբունի ասելով ես շատ մեծ իմաստ ունեմ։ Թող նրանք աղոթեն ամեն անգամ Էրեբունու համար եւ թող Աստված պահապան լինի Էրեբունուն, մեր ինքնությանը, մեր ժառանգությանը եւ այն չարը, որը դավեր է նյութում, երևելի թե աներևելի, տեսանելի թե անտեսանելի, որոնք դավեր են նյութում, որոնք չար են գործում, գործվել ուզում են գործվել Էրեբունու դեմ, թող արժանանան Աստծո լույսի հարվածին։ Այս կարևոր կոչ ասելիքով էլ ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Բադալյան, իսկ մեր հետևողներին հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք հնագետ, ուրարտագետ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի հետ։